Մինչև 30 տարեկանը մտածում էի, որ կյանքս պետք է կապեմ գիտության հետ։ Ոնց որոշեցիր գալ բիզնես։ Դες մի հատ գաղափար առաջացավ ընթրիք կազմակերպել տանիքներում։ Նամանավանդ բիզնեսի մասին ես խոսում, այդ ավելի ոգեշնչում։ Նետվորքը շատ ավելի կարևոր է, քան ներդրումը։ Ըստ էության նետվորքն հետո ներդրումը բերում։ Այդ գիտես ինչի մասին է խոսում, դա քո փորձն է։ Բիզնեսմենների առաջ կան պատեր։ Իրենք են այդ պատերը սարքել։ Այդ պատերից իրենք չեն ուզում չարթեն, չեն ուզում անցնեն։ Բյուրոկրատիան էլ միջև անցնել ամիս։ Այդ շատ անշնորհակալ բան է խոստումներ տալը։ Սկսվեց։ Ուզում եմ ասեմ հուսամ շատ լավ եք։ Ամեն անգամ։ Ուզում ես ասա։ Առաջինը չոր մարքեթինգ ու մանթեշանց, այդ քո են որ ստացված ուժեղ պրոյեկտներն են։ Չոր մարքեթինգը բիզնես ոլորտում էլ հայտնի, մանթեշանցը բոլորին է հայտնի։ Դա ճոխմի ներկայացրել է բիծ։ Հա, մանթեշանց ասեմ մենակ։ Մանթեշանց, հա։ Ընկերներ ողջույն, այսօր մեր հերթական եթերն է եւ այսօրվա իմ հյուրը զրուցակիցը ինձ համար շատ հարազատ դարձած մարդ, ընկեր եւ ամենակարևորը մեծ հարգանքի արժանի մարդ է, ով նաեւ մեր երկրի համար է շատ մեծ բան անում բիզնես ոլորտում, Մանթեշանց գործարարների միության նախագահ եւ հիմնադիր Վահրամ Միրաքյանը։ Ողջույն Վահրամ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի։ Վահրամ ջան, ես ուզում եմ, որպեսզի մենք այսօր սկսենք ամենասկզբից, այսինքն նախ արմատներով որտեղից ես ու ինչպես ես եկել Երևան, ոնց է սկսվել ու Մանթեշանցից եւ մնացած արդեն արմատներով հորական կողմով Ալաշկերտի Խաստուր գյուղից, մորականով Սասուն, Թալինից եմ եկել Երևան 2001 թվականին համալսարան ընդունվելով։ Այդպես մոտավորապես ընդունվել եմ համալսարան, սկզբում ժուրնալիստիկայի ֆակուլտետ, հետո փոխել եմ տարբեր ֆակուլտետներ, սոցիոլոգիա եմ գնացել, բանդես տարբեր մի քանի բարձրագույն ունեմ, հետո ասպիրանտուրա պաշտպանել եմ, գիտությունների տեխնացու էի ու տենց մինչև 30 տարեկանը մտածում էի, որ կյանքս պետք է կապեմ գիտության հետ, համալսարանում էի դասավանդում, սլավոնականում էի դասավանդում, գիտաշխատող էի համալսարանում, մենագրություններ ունեի, մի քանի գիտական մենագրություններ ունեմ սոցիալական դիրքորոշումների ձևավորման թեմայով, որը պետհամալսարանը հրատարակել հենց Հետո 30-ի մոտակայքում դες կտրուկ այդ բոլոր գիտական ոլորտներից դուրս եկա ու մտա բիզնես։ Ուզում եմ խոսենք քո առաջին բիզնեսի մասին ու ոնց որոշեցիր գալ բիզնես, ինչը քեզ դրթեց։ Ինձ դրթեց անբավարարվածությունը եւ ֆինանսական եւ ստատուսային։ Այսինքն թվում էր թե ես հասել եմ բոլոր այն բաներին, ինչին որ կարելի էր հասնել գիտության ոլորտում հետաքրքրող մարդը, գիտությունների տեխնացու եմ, ասենք շարունակություն դոցենտ, դոկտոր, այնց չի որ տարբերությունը կտրուկ փոխվելու էր, էլի։ Աշխատավարձն մի 10000 դրամով էր տարբերվելու այն տարիներին, 2010-ականներին, հիմա չգիտեմ ինչ է տարբերությունը։ Այդ ոնց չէր բավարարում արդեն, էլի, զգում էի որ չեմ ուզում, էլի, չեմ ուզում 5 տեղ դասավանդեմ, չեմ ուզում 3 տեղ գիտաշխատող լինեմ։ Հա, տենց դեռ պետք է կամուրջները վառել, ասենք ես միանգամից բոլոր տեղերից դուրս եկա ու ոնց որ որոշեցի բիզնես ոլորտում ինքնահաստատվել։ Իսկ արդեն դու տենց միանգամից ես որոշում։ Հա, կտրուկ, ես լավ հիշում եմ, բանով շուտ մեկ նկար հանդիպեցի, որտեղ որ սոցիալական ցանցերի մոտ որ գրած էր, եթե ինչ-որ բան որոշում ես, ուրեմն գնա արա։ Ու հենց այդ բանը գնացի ու արեցի, տենց կտրուկ բոլոր տեղերից դուրս եկա, բան արեցի, տենց ու դեռ մոտս բան կար թե հետո մի հատ գիրք էի կարդում, դե բիզնեսի մասին սկսեցի կարդալ այդ ժամանակ, գրքերից մեկում գրած էր ամեն շաբաթ հանդիպեք մի մարդու հետ անծանոթ, ով որ ցես հետաքրքրում է, ուղղակի գրեք 10 մարդու, 11-ը չի մերժի, հանդիպեք, տենց ոնց որ այդ սկզբունքով գրում էի, հանդիպում էի, այսօրապես հիշում եմ, բան ունենք, հրաչ ունենք։ Առաջին ով ա եղել։ Հրաչ, այդ եմ ասում, հրաչ, ում հետ հանդիպել եմ, հրաչ էր անունը, ինքը հաջողության թեմայով գրքեր գրեց մի քանի հատ, այտենց IT ոլորտում են աշխատում, բան լավակին հաջողակիր, այն ժամանակ պոպուլար էր շատ որպես բան հաջողություն։ Հիմա էլ կա Instagram-ում այտենց երևի մի 100,000 հետևորդ ունի։ Հրաչ Մանուկյան, իր հետ գրեցի, այտենց հանդիպեցինք, խոսեցինք, ծանոթացանք։ Վաու, ունդեղ այդ գրքում ասում էր, որ վերջում բան արա, ում հետ որ հանդիպում ես, իրան խնդրի ինչ որ մեկի հետ էլ ծանոթացնի։ Ու տես կարաս հերթով ծանոթանաս տարբեր մարդկանց։ Ես արդեն հասկացա այս որտեղը նաեւ տանում։ Okay։ Հա, տես ցանցով գնաց, հա։ Այտենց ոնց որ հրաչին իրականում գրքերի
գրածները երբ որ անում ես, այդ լավ բան է, աշխատում է հիմնականում։ Խնդիրն է, որ կարդում ենք չենք անում մենք հիմնականում գրքերում գրածները, հա։ Հետ թողում ենք հետո։ Բայց երբ որ անում ես, աշխատում է։ Այտենց ոնց որ իրանից ճշտեցի, ասի ում այդ խորտ կտաս, որ ծանոթանամ շփվեմ բան, ինքը այն ժամանակ Խաչատուրին խորտ տվեց, GG հետագայում GG համայնադիր։ Այտենց Խաչատուրի հետ հանդիպեցի, Խաչատուրի հետ հանդիպեցինք։ Կարևոր բան է, բայց այդ ես օրինակ չէի մտածել, շատ հանդիպես խնդրես որ հա, պարզ, բայց աշխատող մեխանիզմ է։ Ես էլ վաղուց չեմ կիրառել, կարելի է կիրառել։ Չէ, չնայած կիրառում ժամանակ առ ժամանակ, անդադ կիրառում, նոր երկրներ գրավելուց անդադ չեմ մտածել, որ կարելի է տենց անել ու տես աշխատում է ինքը։ Հա, ուղղակի նստում գրում ես, կարելի է հանդիպել, ես ինչ մարդն եմ բանում, ասեմ, դաս չի եղել մարդ, որ ինձ մերժել է։ Այն ժամանակ էլ չեղա, ասենք հիմա կարող ստատուս բան մի քիչ ավելի հայտնություն ու մի քիչ ուրիշ բան, բայց այն ժամանակ էլ չէին մերժում։ Խաչատուրի հետ հանդիպեցի, ինքը նոր ճիջին հիմնադրել էին, 15 օր առաջ էին հիմնադրել, նոր օրեկան 4-5 հատ պատվեր էին անում եւ այլն, այտենց հիշում եմ 5 հատ վարորդ ունեին, նոր հիմնադրել էին, ասեցի գամ ձեր մոտ մարտեցին գանեմ, ես չգիտեի ինչա մարտեցին գալ, ուղղակի ասի գամ ձեր մոտ մարտեցին գանեմ, մեկ-երկու երգ երևի կարդացած կլինի այդ ժամանակ մարտեցին թեմայով, ասեց օքեյ, արի, ու դա ինչ որ բան արեցինք, նույնիսկ փողել չուզեցի, ասի հասնեմ այս արդյունքի, նոր փող կուզեմ ձեզանից, դա 300 պատվեր ոնց որ իսկական որոշեցինք։ մարքետոլոգ էլի գործ անեմ հետո նոր Արդյունք, հա, իրականում ուրիշ շարժ չունեի, որ ասեր պետք էր, չէ։ հա, որ ի սկզբանե փող ուզեի, այն ժամանակ փող չունեին էլ, ասենք ճիջին մարտեցինք բյուջեն հիշում 50000 դրամ էր ամիս էլի, ասենք պրինտերով բանով օֆիսում ենք տպում, որ բան լիներ էլի, ֆլայերներ օֆիսում ենք տպում, որտեվ պրինտերով ձեռքով դնում կտրտում էի բան էի անում, հա 300 պատվեր էր դրած, ոնց որ խնդիրը, ասեցի մինչև 300 պատվերի հասնեմ, այսքան գումար ստանամ ամսեկան 3 ամիս եթե չեմ սխալվում վերցեցի 3 ամիս թե 4-5 ամիս դες մի բան վերցեցի 300 պատվերում 0-ից որքան 20 պատվեր էր հա ու արեցինք որ ժամանակ հետո արեց մի քիչ ուշացած բայց արեի իմ ասած ծրագրից կարծեմ մի ամիս ուշ թե 2 ամիս ուշ այդ 300 պատվերի հասա հա 300 պատվերը այն ժամանակ միջին տաքսի սերվիսի բաններ ծառայությունների քանակներ հա այդ ժամանակ հասանք դες որ ժամանակ հետո մարտեցինք հետո գնաց GG օպերացիոն գծով տնօրեն բան տենց հետո դուրս եկա տենց ոնց որ բիզնեսի աշխարհ մտնել այդ եղավ կարելի ասել որպես աշխատող մենեջեր իսկ որպես բիզնես էլ մի հատ տենց էլի գաղափար առաջացավ այն ժամանակ նյութեր շատ էին նայում հիմա էլ եմ նայում շատ կրթական տես մի հատ գաղափար առաջացավ ընտրիկ կազմակերպել տանիքներում ռոմանտիկ բան էլի որպես ծառայություն չկար Երևանում ինչ էի անում անվճար այդ ամեն ինչը կազմակերպեցի այդ ժամանակ համալսարանում HR-ի սովորում ու բան արեցի HR սովորումից մեկը ռեստորան ուներ ծուր իրեն գնացի ասեցի եթե պատվիրեմ ուտելիք կբերես տանիք շենքի ասաց հա կբերեմ այս ինչ համար եմ ասում որտեվ բիզնեսը կարելի է սկսել առանց ներդրումի բայց չի կարելի սկսել առանց նետվորքի նետվորքը շատ ավելի կարևոր է քան ներդրումը ըստ էության նետվորքն հետո ներդրումը բերում այդ ըստ էության ես նետվորքով ոնց որ արեցի ամեն ինչ նետվորքը բերում կապերը տել կապեր հա կապերը դա ամենակարևոր ռեսուրսն են ու ավելի կարևոր քան ֆինանսը որտեվ կապերը անհրաժեշտ պահին կարող են վերածվեն ֆինանսի գլոբալ որպես ռեսուրս Օրինակ հիշում գնացի ասի եթե ուտելիք պատվիրեմ քեզանից բան կանեք կարաթեք տանիք շենքի ասաց հա իրեր թե կարաթենք ասես սպասկով կարաթեք եղեցեք սպասկով բան ասես հա խնդիր չկա ասես սպասքը հաջորդ օրը հետ կբերեմ ասես շատ լավ գնացի պայմանավորեցի երաժիշտների հետ ասի եթե պատվիրեմ գալ տանիք նվագեք ինչքան կլինի ժամը բանման կամ չգիտեմ 5-ը 3-ը բոլորի հետ հերթով բանակցել հա այտենց հերթով պայմանավորեցի բոլորին ասի պատվեր լինի փողը կտամ հա շենքի տանիքի հետ պայմանավորեցի ինչքան կլինի եւ այլն դից ոնց որ ֆոտո վիդեոներ շենքներ մինչեւ հիմա կան այդ բաները վիդեոները YouTube-ում այդ որ թվի մասին ենք խոսում Դա երևի 12 3 տենց էլի 4 մաքսիմում 12-13 թվականներ մոդան նոր էր մտնում այդ շենքի տանիքներում չկար հələ բան էլի տենց չեն կազմակերպում հա ոնց որ բոլոր այդ պայմանավորվեցի վերջում հասկացա որ ինքնարժեք 50000 դրամ անաստում ին վրա օրինակ կամ 40 չեմ հիշում ինչքան էր ես դրեցի 100000 դրամ ասի ով որ գալիս է կանխավճարը տալիս է կեսը 50% հետո կազմակերպում մնացած վերջը բան այդտեղ սայթ սարքեցինք դիզայն արեցինք ծառայական էլ ինգեր ունեին գնացին ասես դու ասի մինչև դիզայնը չանես չեմ դուրս գա տնից հա տենց ոնց որ հերթով կազմակերպեցի հա հետո սկսեց աշխատել այդ բիզնեսը տենց ահագին վերջում սկզբում ես էի գնում այդ բան հետո աշխատող վերցրեցի բան հասավնան որ 2-3 պատվեր անում էինք տենց որ 2-300000 դրամ հետո ինչ խորացեցինք հիշում կայքում ավելացրինք այլ ծառայություններ օրինակ ասենք օրիգինալ նվերների առաքում ասենք ճագար էինք ուղարկում ենթարեք մարդը ուզում է իր ընկերու համար ճագարա
փաթեթապատվիրում սիրուն փաթեթավորած տանում էին խոզի գոջի օրինակ բան ու ջուրիկ sense գոջի փաթեթավորած ուղարկում էինք բայց որպես նվեր ուտելու համար չէ խոզի գոջի խոզի գոջի պատվիրել էին չեմ բան մի քանի դա տեղավ պատվիրեց չէ բան զուտ են սիրուն sense ռոմանտիկ վարդագույն բանով ինչ անում բա ես կուտեի դե ինձ թվում վերջում վերջը ճակատագիրը մեկը ուտելն է բայց հասկացվեց sense վաու բան դա ռոմանտիկ բաներ էր հիշում եմ դեպքեր լինում որ սխալ էին հասկանում մի անգամ ես տարա հերու մի քիչ կանգնեց տաքսով ուղարկեց թե մեքենայով ուղարկեց մի դες շուտ մի բան եղավ ես անձամբ չգնաց դա սեփական տուն էր ու սրա աղբերները գորգրոցով բանել անտուս դες մի անգամ վիրավորանք անցալեցին խոզի գոջ ուղարկել է բայց նես ռոմանտիկ գոջի էր էլի վարտագույն տուփի մեջ վարտագույն բանցիկով բանով այտենց մի քիչ ծրվեցին կապտեր գնաց Երևանում բանի կողմերը Դավթաշենի կամուրջի կողմերն էր այտենց այսինքն այտենց հետաքրքիր ինչ որ բաներ գնաց այնտեղ ամենամեծ ծառայությունը որ ուղաթիռ այն ժամանակ ուղաթիռ չկար Երևանում գնաց ուղաթիռը պայմանավորվեցի ժամը 700,000 դրամ էր ուզում մի հատ սպիտակ ուղաթիռ կար որ քաղաքացիական կարային պատվիրեն հիմնականում քաջարանի պղնձամոլուդեն էին գրում գալիս այդ ուղաթիռով top management-ը քաղաքացիական հարցերի համար հիմնականում այդտեղ են օգտագործում գնաց իրանց այդպես շատ զինվորական էր այն ժամանակ հիշում եմ ուղաթիռը օգտագործելու համար պաշտպանության նախարարը պետք է ստորագրեր թույլատրություն տար քաղաքացիական նպատակների համար հիմա ազատ է չէ ուղաթիռները այն ժամանակ շուտ այնց օրեր կար հատու 350,000 դրամ այն ժամանակ 750 էր մի ժամը 750 էր մի 8 էր սպիտակ մի 8-երից էր կանից 18 թե 20 21 տեղանոց մի 8 էր ու տենց ամեն անգամ պաշտպանության սերիանոյաններ հիշում եմ պաշտպանության նախարարը ստորագրում էր թույլատրում էր վերցնենք բյուրոկրատիան էլ միչև անցնել ամիս դե դրամ էլ փող են տալիս էլ ասենք ես հաճախտներ ունեի որ սպյուրտից էր օրինակ գալիս էր կային այսինքն հաճախտներ գտա ասենք 700,000-ով վերցնում էի 1.5 միլիոնով ծախում էի բանը մի ժամը էլի տենց դες ուղաթիռով պատվիրում են էլի դե այտենց ոնց որ կարճ ասած եթե ասած ամփոփեմ բիզնեսի ճանապարհը դեռ սկսվեց այդպես է սկսվել իսկ ուրիշ ինչ որ բիզնեսներ ունեցել ես որ չգիտեմ չեմ խոսում Մանթաշյանցի մասին մինչև Մանթաշյանցը իհարկե ու ուզում եմ իմանամ սենց որովհետև մեր այստեղ բան ժողովրդի ասած չխալաղաճ կտորը մեր այդ Մանթաշյանցն լինելու որ մենք քննարկելու ենք ուզում մինչև Մանթաշյանցի ինչն է բերել քեզ հենց Մանթաշյանց վերջնական որոշել ես որ չէ Մանթաշյանց ու վերջ տեսեք բանով դե հետո GG-ից հետո Չոր Մարտիցինգով ոնց որ կմտա Չոր Մարտիցինգը ինչ էր գիրք գրեցի բանի թեմայով այդ ժամանակ դες մի 3-4 հատ գիրք արդեն գրել էի 100-ատ չէր վաճառվում տարեկան էլ այդ որ համալսարաններ հրատարակի դիտական աշխատանքներ էին հենց սերուն էի գիրք գրել որ պարապիվնում գիրք էի գրում այդ ժամանակ որ բանում GG-ում էլ փորձ ունեի այդ GG փորձը ոնց որ ուզեցի վերա փոխեմ բանին էլի նաև ասած պանջվարկ կնի երևի սկսեցի գրել այդ ժամանակ շատ լավ շատ մեծ դալիճ հավաքեցինք 600-700-ի հավաքվեց գրքի պրեզենտացիային ես հիշում եմ 16 ես անգամ ես էլ եմ եկել այդ ժամանակ ես ես էլ եմ եղել իհարկե այդ ժամանակ իմ հոռոմ հետ հիմա անկերներ բայց այն ժամանակ տենց ու իսկապես ֆուրոր արեց այդ Չոր մարքեթինգը ես դաժե հիշում եմ Facebook-ով ես գրանցվել էի ինչ որ դրանից հետո դու էլի դասընթացներ կազմակերպում էի ու ես միշտ պլյուս առաջին պլյուսներից դնողը ես չէ ես գալիս էի նու մի քանի անգամ եղել է դե կարող եկածած չլինեմ բայց հիմնականում վաստանում ես հետևում հիմնական կուրսերը երևի չես այդ 2-3 ամսանոց հիմնական կուրսերն չէ հիմնական չէ ես եկել եմ այն միանգամյաները Գիտես ինչի չէի գալիս, անկեղծ լինեմ, տես ֆինանսի պակասի պատճառով, որովհետև այդ միանգամները կամ շատ մաչելի էր, կամ էլ ընդհանրապես անվճար էր լինում, չեմ հիշում, ես հիշում եմ, որ դրա հնարավորություն ունի, իսկ այդ երկարաժամկետը 3 ամսվան դա արդեն կուրս էր, չունեի ես այդ հնարավորությունը, որովհետև երեխա, ես էլ աշխատում եի ուրիշի մոտ, բարդ էր բաշխել, դրա համար, բայց պետք էր իրականում, հիմա ես մտածում եմ պետք է ուսման վրա ծախսել պետք է այդ vocation-ը գիտես նամանավետև բիզնեսի մասն ես խոսում այդ ավելի vocation-ում դու ավելի խորանաս հաջորդ կուրսն էլ վերցես ու արդեն դու ինքդ սկսես ինչ որ գործեր անել դրա համար գլոբալ տեղ մեծ ստախուր ստատիստիկա կա մեծ մասը արդյունքի չեն հասնում ասենք ես իմ դասերը կուրսերը եթե հիշում եմ ասենք մի 10%-ն են հասնում այդ պահին որ էներգիան կար շատ էներգիան կար այդ կուրսի ընթացքում ինչ որ արդյունքի էին հասնում ու հետո դաս մնում էր այսինքն դու անընդհատ պետքա բան տաս դոպինգ պետքա տաս դե մեծամասնությունս չունենք դիսցիպլինա, էլի sense ասեմ, դժվար բան է։ Այտենց ոնց որ այդ փորձը փոխանցեցի Չոր Մարտին գիրքի հրատարակություն ֆուրոր եղավ։ Այն ժամանակ հիշում եմ նոր այդ
ասենց 90-ական 0-ական թվականներ 2000-ականներ նոր էր ավարտվում ու այն ժամանակ քրտի համար հերթ այն ժամանակ 3-4 հատ գրախանութ կար ամբողջ Երևանում ընդունված էր որ սովետի ժամանակ հայերը շատ կարդում են հիմա անտանապես չէին կարդում բան հայ հեղինակի քրտի համար հերթ տենց հասկացություն չկար ինձ այնց առաջ մի 2 ամիս առաջ թե մի ամիս առաջ Վահագը հրատարակեց Դիդբանյան բիզնեսի 100 գաղտնիքները իր մոտ լավ հերթով եղավ կոնգրեսում հիշում եմ լավ հերթ եղավ իր մոտ ու դրանից հետո իմ եղավ էլի հերթ դրանից լավ մեծ հերթ եղավ որ բայց նայ դու խոսում ես Վահագի մասին ես Վահագին այդ 100 բիզնես գաղտնիքները ես ունեք չեմ տեղը բերում ես չեմ կարդացել իր գիրքը բայց չէ բայց քոնը ֆուրոր իմ համար ունեք փաստորեն արել է ավելի շատ դե օքեյ Չէ Վահագն էլ բավական շատ վաճառվել է չեմ հիշում թվականում ինքնելնս բաբաթին հաստ դիշեր շատ վաճառվեց իմը իշխան վաճառվեց մի 5-6000 վաճառվեց մոտավորապես հա մի 2-3 հրատարակություն եղավ էս վերջին էլ մի հրատարակություն մի տարի առաջ էլ եկան ասել մի հատ էլ հրատարակնի կասի օքեյ հա բաները էլի հրատարակեցին մինչև հիմա այդ շանսխալում գրախանութներում կա շոտ լավ չնայած update չարեցի ուզում էի update անել բայց վերջին էլի update չարեցի բայց կարիք կա update անելու հա որ նայում եմ համ այդ արդեն լուրջ ճանապարհ է անցել շատ բան է փոխվել դրա համար իսկ կարող է Վահրամ ոչ թե այդ update անես այլ արդեն ուրիշ ուժերով ուրիշ բան գրես ու ամենը չոր մարքեթինգ չլինի այլ ուրիշ բան լինի exclusive առաջին անգամ Հայաստանում շուտով կլինի ընտիր ինձ նվիրելու ես թե պետք է առնեմ Yes, Okay. Խոստանում եմ։ Մոտ տավորա միշտ տարեվերջ լավ sense ասեմ։ Ընտիր։ Հիմա շաբթի վրա ենք աշխատում։ Գիտես քո ինչն է դուրս գալիս, դու ոչ մի նախորդ բան ինֆորմացիա չես տալիս։ Այդ հաջողության առաջին գրավականն է, որ չպետք է խոսել։ Դե չէ, էսի արդեն հիմնական վստահ եմ 90% արել ես։ 7 տարի աշխատել եմ։ Դե 7 տարուց 3 ամիս է պակաս։ Ընտիր է։ Դա մոտավորապես 7 էլի, հա։ 6-7 տարի։ Բանարագին արագացրեց իրականում արհեստական բանականությունը։ Դա արհեստական բանակցություն չլներ, մի 7 տարի էլ կաշխատի։ Հա, բայց ասենք ոնց որ բանեցի, այս հաջորդ 7 տարին ասենք ոնց որ արեցի մի տարում մոտավորապես էլի։ Ինքը կարճացրեց։ Ինքը թեմաները հեշտացնում է բացել։ Ասենք այն ժամանակ եթե ես պետքա 10 հատ գրքից ինչ որ հատվածներ վերցնել եւ այնվել, հիմա իր միջոցով այդ անում եմ ասենք մի ժամվա ընթացքում փոխանակ անեի, ասենք մի շաբաթվա ընթացքում էլի ընդհանրենք բան։ Ինքը արագացնում է։ Իսկ հաստ գիրքա լինելու թե մոտ 400 էջ կլինի, հա, բայց երկրորդ մասը կա, մի երևի 300-400 երկրորդ կլինի, տեսնեմ ոնց կլինի աշխատել է։ Արհեստական բանականությունը իրականում երևի մի գլոբալ արդյունավետություն մի 10 անգամ մեծացնում է։ Բայց ինքը նման է բանին էլի։ Բայց շատ միապաղաղ չի, նույնը չի։ Չէ, աշխատասնողից է, այսինքն դու ոնց ես աշխատացնում, այդ բանը կա, չէ, ասենք եթե օրինակ հնդկացիները երբ որ հանդիպել են բանին, եվրոպացիներին, չէ, որ նետո աղով են եւ այլն, իրենք ոչ բան չեն սովորել։ Ինչու չեն սովորել ոչ բան։ Որովհետեւ իրանք չեն հասկացել ինչ հարցեր պետք է տանք։ Որովհետև իրենք չեն հասկացել լեզուն եւ այլն։ Մենք շատերս արհեստական բանականության համար այդ հնդկացիներն ենք։ Որ մենք չենք հասկանում ոնց շփվենք իր հետ, չենք հասկանում ինչ հարցեր տանք եւ այլն։ Հա, ինչպես հարցը պետք է տալ։ Ապրեսապ։ Մենք հաճախ մենք պրիմիտիվ հարց ենք տալիս, որ չգիտեմ ինչ են աբորիգենները ոնց են բաները բարև սպիտակ մարդ ընդերից պատասխանը բարև սպիտակ մարդ լավ եմ հասկանում ես այդ լեվլի եմ հիմնական մեր շփումը արհեստական բանականության հետ պատասխաններն էլ այդ լեվլի են հասկանում ես ոչ մեկ աբորիգենների չէր կարող հարցնել խնդրում եմ ցույց կտաս կողմնացույցը եւ այդ կողմնացույցի հիման վրա ինչպես ես դու կողմնորոշում հարավի հյուսիսը գիշերը առանց երբ որ երկինք ապամած է հասկանում այտենց հարց չի կարա տային աբորիգենները որտեվ իրենք չգիտեն ինչ է կողմնացույցը որտեվ իրենք չգիտեն ինչ է հարավ ինչ է եւ այլն։ Հիմա նույնը մենք ենք արհեստական բանականության համար արհեստական բանականությանը ճիշտ օգտագործելու համար դու պետք է ունենաս համապատասխան մեծ գիտելիքային բազա, որ կարողանաս իրեն աշխատացնել։ Դրա համար արհեստական բանականությունը, եթե մենք կարողանանք իրեն աշխատացնել, ինքը մեծ ահռելի մեծ հնարավորություններ է տալիս, բայց պետք է կարողանանք բարև սպիտակ մարդ տարբերակով չշփվենք հետ էլի։ Հիմա ես ուզում եմ խոսենք մի ակումբի մասին, որը եղել է իմ առաջին որտեղ եղել է իմ առաջին քայլերը ու որտեղ ամենաառաջին իդեպ Վահրամը եղել է դու եղել ես առաջին մարդը, ով ինձ այտենց վստահել է, հնարավորություն է տվել, որպեսզի ես ավելի շուտ մեծանամ, ավելի շուտ ընդլայնվեմ, քանի որ ես միշտ խոսում եմ, որ բոլոր դեպքերում տես մենք տարիներ շարունակ ժամանակ ենք վատնում, որպեսզի գործընկերներ ձեռք բերենք network ունենանք։
կապերի համար առաջ ես միշտ ասել եմ տարիներ են եղել պետք, որպեսզի դու կարողանաս այդ կապեր ունենաս, իսկ բիզնեսի 70%-ը ես համարում եմ 80%-ը համարում եմ կապերն է, որ հաջողության։ Հիմա այդ հնարավորությունը դու տվել ես ինձ եւ շատ բիզնեսմենների Հայաստանում, որ այդ կապերի միջոցով իրենք կարող են թեկուզ այո մի իվենթի ժամանակ ունենան օրինակ 50 կապ գործընկեր։ Ես ուզում եմ խոսանք Մանթաշյանցի այդ գաղափարի մասին, ոնց է եղավ, որ հենց Մանթաշյանց, ինչու հենց Մանթաշյանցը ու ինչ է տալիս Մանթաշյանցը Հայաստանի գործարարներին։ Ես գիտեմ, բայց ես ուզում եմ, որպեսզի նաև խոսենք ու մեր դիտողներն էլ իմանան այդ մասին։ Տեսեք, 4 մարտեցին, երբ որ դասընթացներն անում էին, այնտեղ մի շոր ակումբ էր ձևավորվել, մոտ 1000 հոգի կար, ովքեր էին այդ ակումբը։ Այն մարդիկ, ովքեր իմ 3 ամսվա կուրսերն էին գնել։ Այդպես մի 3 երևի 4 տարվա մեջ 1000 հոգի մարդ հավաքվեց այնտեղ, մինչև հիմա կա Facebook-ի այդ խումբը, նայում եմ 970 քանոքի մարդ կա այդ խմբում։ Բոլորը այդ մեծ կուրսերը ավարտած մարդիկ են։ Եթե ասում եք 4 մարդիկ ակումբ ենք ասում, ակումբների ֆինանսական մոդելները տարբեր են։ Կա ակումբներ, որ դու այդ ակումբում ես լինում, վճարում ես բոլոր միջոցառումների համար։ Կա ակումբ, որտեղ որ դու վճարում ես, հետո բոլոր միջոցառումները անվճար են։ Կա ակումբ, որտեղ որ դու վճարում ես, միջոցառումները մեծ մասը անվճար են, որոշ միջոցառումներ վճարովի։ Մեր մոտ այդ երրորդ տարբերակն է։ Այն ժամանակ 4 մարտեցին այդ առաջ տարբերակով էր, այսինքն բոլոր անդամները անվճար էին ակումբում մնում, բայց ընթացիկ միջոցառումների համար վճարում են, այսինքն արշավներ էին կանում, բանդես տարբեր բաներ էին կանում։ Հետո այդ 1000 հոգուց տարբերությունը շատ կտրուկ էր, այսինքն մարդիկ կան, որ մեծ բիզնեսմեններ էին, մարդիկ կան, որ մենեջմենտ էին, փոքր էին եւ այլն, ու տենց ոնց որ իրար հետ չէր բանանում, չէին ընդհանուր լեզու չկար իր հետ խոսելու բան չկար ընդհանուր, ու տենց ոնց որ այդ պահանջարկ անդադ կար, դա ամեն տարի նոր տարվան բաներ եմ գրում, նպատակներ եմ գրում այդ տարի, հիշում 18 թվին ոնց որ գրեցի նպատակներ 19 թվի համար հիմնեմ նաեւ մեծ բիզնեսների ակումբ, այս վերջերս նայում էի, մինչև հիմա կա դե մոտս 20000 դրամ էի դրել անդամ վճար առաջի տարվա, ու տանցել է եղավ, հենց սկզբում 20000 դրամով սկսել ենք, այդ ոնց որ դրեցի ու տանց սկսեցի խոսել տարբեր, ի սկզբանե հենց բազանել, դա առաջի 10-12 հոգին ում հետ հիմնադրեցինք, որ տանց ոնց որ հիմնադիր ընկերներն իրանցների գրավեցի, իրենք բոլորը 4 մարտեցինք էին, բոլորը 4 մարտեցինք դասերն անցած էին, պլյուս ասեմ մի անգամ մոտ 50 հոգի էին, որ հաշվեցինք, առաջի 50 հոգուց 30 հոգին էլի 4 մարտեցինք էին, այսինքն էլի այդ բազայի 4 մարտեցինք բազայի վրա ըստ էության ստեղծվեց այդ էլի, ոնց որ այդ խոսեցի այդ 10-12 ընկերների հետ, ասի եկեք խոսենք այդ թեմայով, ու տենց բանալեցինք 19-ի սկզբին հիմնադրեցինք։ Իսկ ոնց ընդունեցին այդ միտքը։ Հիմնականում լավ, մարդ կար մի քիչ այտենց վատատես, մարդ կար չի ստացվի հայերի մոտ բան։ Ովքեր են եղել, կան չէ նեգատիվ, միշտ ամեն ինչի մեջ նեգատիվ տեսնող։ Հա, այտենց վատատես դաժան կյանքից ելնելով էլի երևի, հա։ Չունի։ Տիհանել իրանց։ Հա, կային դենց, ու ընդհանրապես սկզբում շատ բաներ, դե առաջինն էինք մենք Հայաստանում, դրա համար բոլորն ասում են, հա դե չի աշխատի, հենա կա արդյունաբերողների միություն, հենա կա, չգիտեմ, ինչ կա, American Chamber of Commerce կա, չգիտեմ, տարբեր բան, մեկը։ Հիմա անգամ կանանց ակումբներ ա բացվել։ Հա, հիմա շատ-շատացել էին, հա, ամիս մի հատ երկու հատ բացվում է։ Մոտավորապես, ինչքան մի 10 հատ երևի կա արդեն բիզնես ակումբ։ Հա, որ տենց հաշվենք փոքր խմբերով 6 հոգ 6-7 կլինի չէ, 10 հատ կլինի 8-10 կլինի ակումբ, հա, բանով տենց, բայց այն ժամանակ ոնց որ առաջին էր բոլորն ասում են դե հիմնականում ասում են չի աշխատի, Հայաստանում չի աշխատի, հիմա էլ են տենց ասում, ասենք ուր գնում ենք։ Բայց չէ, լավ թույն աշխատեց։ Հայաստանից դուրս, հիմա ասենք գնում ենք Վարշավա, ենթադրենք, այս վերջինը Վարշավայում չէ, բացվեցինք։ Մեր մոտ չի աշխատի, Պոլշայի հայերը սենց են բան, որոշ տեղեր նույն բանն են ասում, էլի սովորել եմ, ասենք գնում ենք Պսկով, ասում Պսկովի հայերը սենց են չի աշխատի մեր մոտ բան, աշխատում է որոշ տեղեր, սովորել եմ արդեն։ Այդ սիզմը միշտ տենց է, բայց պետք է կանաչ ջարդես այդ մերժումը, էլի որ ստեղ չի աշխատի մերժումը, պետք է կանաչ ջարդես կո փորձը։ Այդ կոնտրոլը ոնց ես պահում։ Կոնտրոլը ինչ տեսանկյունից։ Որ չկոտրվեն, էլի, որ всё-таки դժվար է շատ, հա, ցանոթ է, ամենադժվարն է։ Մեծ պատասխանություն է։ Մանթաշյանցը ամբողջ աշխարհում է, կարելի ասել 20 երկրում, 20 մասնաճյուղ, 20 երկրում մենք արդեն 20 քաղաքում երկրներ կան, երևի երկրներում մի 10 երկիր ենք, ասենք Ռուսաստանում 4-5 հատ ունենք բան։ Օխրելի թիվ է մի հոգու համար։ Հա, թիմով ենք, չէ՞, խմի, թիմով ենք, բայց հա։ Բայց լսի, կոնտրոլ բայը գլխամասը այստեղ է։ Պետք է լիդեր գործընկերներ գտնես, հետա բանը, այսինքն պետք է հա միշտ գործընկերներ ունենաս, լիդերներ ունենաս։ Իսկ այդ լիդերներին ոնց ես գտնում։ Այդ ամենադժվարն է։ Տենց հանդիպումներով, շփումներով, զումերով, իմ օրվա մեծ մասը հանդիպումներով անցնում, ու շատ դեպքերում տենց զուտ ծանոթության հանդիպումներ են։ Հանդիպումներ մեծ մասը արդյունք չկա, ինչ որ
2% արդյունք է տալի, որը Իսկ օրինակ քո մոտ կա արդեն այն դրված կասեմ, թե զգայարանը, հա, ակտիվացված, որ հանդիպման ժամանակ, որ գնալու ես հանդիպում, արդեն գիտես, մարդու հետ շփման ընթացքում գիտես, այս օթա թե կստացվի ինչ որ բան։ Հա, շատ արագ։ Հա, լինում է։ Հա, շատ արագ։ Հիմնականում շատ արագ հասկանում։ Հենց այսօր եղավ տես մի հանդիպում։ Հա։ Մանրամասները չասեմ, բայց օրինակ հանդիպեցի 3 րոպե, արդեն հասկացա։ Ինչից ես հասկանում։ Խոսելուց, թեմաներից, զբաղվածքից, բան, տենց էլ եմ։ Ու բան արեցի, էլի խնդրեցի որ գնան դե մեր թիմակիցներից մեկի հետ հանդիպում, ես էլ էի մասնակցում, խնդրեցի որ իրանք առանձին գնան հանդիպեն, հետո իրան մեսեջ գրեցի, ասի։ Ես չկամ։ Հա, ես էլ եմ, ունեք որ նկատում եմ չկա, ապագա չկա այս ամեն ինչի մեջ, տենց cancel եմ անում, ինքս դուրս գալիս։ Հա, պետք է ժամանակ չծախսես Դե արագ որտեղ ժամանակը նախ առաջին արի փող է, մեր համար փող է։ Իսկ հիմա շարժիչ ուժը ռեսուրս, լավ, ասենց ասենք։ Հա, ռեսուրս, օքեյ։ Ինչն է, էտա։ Ժամանակը հա պետքա չծախսես շատ ժամանակ, հա։ Տենց ուզում ասեմ այսօր եղավ ու տենց լինում է, միշտ լինում է։ Լինում է մեկ-մեկ որ մի քիչ դժվար ես հասկանում, լինում է մեկ-մեկ հեշտ ես հասկանում, տենց լինում է մեկ-մեկ որ չես հասկանում, դելա լինում, այսինքն բայց բան կա չէ, ասում մատուցողները հոգի բան են դառնում, էլ այնքան մարդու հետ են շփվում, լավ, իսկում է ես մատուցողը նման եմ, էլ այնքան մարդու հետ եմ շփվել։ Դու այն level-ը, որը ի սկզբանե դրել էիր մանթաշանցը բացելուց առաջ, այն ինչ որ մտածել ես, արդյոք ունի Վահրամ արդեն այն ինչ որ ուզեցել է, то есть որ level, որ շեմ ես հասել։ Տես ուզելը արագ փոխվում է, ուզելը արագ փոխվում է, այսինքն սկզբում մենք մտածում ենք Հայաստանում պետք է լինենք մենակ, տենց ուզում ենք նաև գից ինչ որ գործիք ունենենք, այն ժամանակ ես մրգերի ներկրումով էի զբաղվում, բանան ներկրումով, բավական մեծ բիզնես էր, մի ինչքան մի տարեկան 7-8 միլիոն դոլարի հասանք միջև շրջանառության 360-րդ հարկատուն է հիշում եմ այսօրապես։ Այսօր դրանից նաև զբաղմունք էր էլի մեր համար։ Այդ շրջանում ավելի շատ էդ էր, բայց հետո 20 թվականի պատերազմով եւ պատերազմից հետո երբ Այսինքն մանթաշանցի հետ համատեղ նաև այդ բանանի բիզնեսը։ իրականում բանանի բիզնեսին համատեղ մանթաշանցն էի անում էլ, տենց ասեմ, հակառակ էլի։ Ես չգիտեի, ես իմացել եմ բանանի բիզնեսը տենց չի եղել, դրանից հետո էս 16-ից մինչև 21 կար, 21-ին դիմեց սնանկացման այդ ընկերությունով 15 տարի արեցինք։ Իսկ ինչ եղավ պատճառը, որ տարար սնանկացման։ Տարբեր երևի մեր կողմից վատ ֆինանսական հաշվարկ, երկրորդը շուկայի փոփոխություն, այսինքն հեղափոխություն 18 թվականից հետո 19-ից սկսած։ Մենք 16-ից սկսեցինք ներկրել, այն ժամանակ ուրիշ ներկրող չկար, մոնոպոլ էր շուկայում։ Լավ մարժա էր, հիշում առաջի անգամ բերեցինք մեր վրա նստեց 7000 դրամ մի արկղա։ Մենք ծախեցինք մի հատը 7000-ով։ Մենք մի արկղը ծախեցինք 14000 դրամով, շուկայում բանանը 18000 էր։ Այսինքն մենք տենց ու մենք երկրորդ ձեռք բերեցինք, առաջ ձեռքը, ասենք 5000-6000 դրամ կանաստեր մեր վրա, էլի մենք Ռուսաստանից բերեցինք, հա։ Այսինքն այդ սկզբում տենց էր մոտարպես գնայինը։ Այդ առաջ տարին որ բերեցինք նոր տարում, ասենք հիշում ինչքան փող աշխատեցինք, չեմ հիշում դա, մի 10000 թե ինչքան փող աշխատեցինք, մի ոնց որ Պարծեից, հա, մի պարծեից, sense wow ենք եղել էլի, ոնց sense կարելի էր, ոնց որ այդ էր բաներ մոտներս, հետո բան եղանք, արդեն ոնց որ ներդրում արեցինք, այտենց մեծացրինք, ագահություն արեցինք, անդոդ մեծացնում ենք։ Բանան թե Մենակ բանան ենք անում, հետո սկսեցինք ուրիշ բաներ բերել, այտենց ցիտրուս, լիմոն, Աֆրիկայից լիմոն բան, էլի բերում ենք։ Բայց այդ ֆուրը կեսը փչացած էր բան, հա։ Ինքը շատ մուխանալ։ Շատ բարդ բան է։ Երկու հատ էլի ընդհանրապես ֆրեշ, տենց այդ թեմայից հետո որոշել եմ ֆրեշի մեջ չմտնել, հա։ Գիտեմ որ դու ես Ես էլ տանջվել այդ թեմաներով, հա։ Դու տենց ոնց որ կազինո լինի, երկու հատ բոնուս ես ստանում, մեկ գն տունդ կորցրի, հետո նորից երկու հատ բոնուս է։ Իմ համար вообще բիզնեսն է կազինոյի նման տենց ազարտի խաղ է ինքը։ Ես ինձ համարում եմ ազարտի իգրոկ, բայց ես որոշել եմ ինձ 50-50 բիզնեսների մեջից դուրս անել, որովհետև գոնե 30-70 լինի, հա, տենց որ բարձիկներ ունենաս, էլի, բանի մեջ դու չես կարա ֆրեշի մեջ չես կարա բարձիկով գնաս, ինչ բարձիկ, ինչ բան, իսկապես այս մեկը օքեյ գնաց, մի հատ լավ ընդունվեց, մյուսը լավ ընդունվեց, 10 հատ իրար հետևից շղկ, բասպրատ, չէ, որ նո No, ինքը շատ լացելու բան է։ Ու ես միշտ ասում եմ իսկապես այն մարդիկ ովքեր են բիզնեսմենները, ովքեր որ ֆրեշում երկար տարիներ կան, մենք ունենք մեր երկրում տենց մարդիկ լսի
ոսկի մի 100 կիլոց ոսկի է պետք է մարդկանց տալ։ Բանան։ Վախենալու թեմա է։ Ես ասում ստալնին նервы нужны, որովհետև դա անհնար բան է, դա երկար նամանավանդ մենակ դա վախենալու բան է։ Դրա համար ես վերցրեցի իմը կատրանդեն տեքստիլը, ստեղ էլ ինքը ունի իր բոլոր ռիսկերը։ Իդեպ այդ վազրատը, եթե դու տեքստիլ ես ստանում, չի նշանակում դու վազրատ չես ունենում, բայց գոնե չես թափում հետո։ Գոնե չես թափում, հա, բայց այդ էլ շատ բարդ է հետո վաճառելը։ Ման մոպայստում թափածի հաշիվը, հա։ Թափածի զալեր, կարա տարով մնա կամ էլ պետքա տանես, չգիտեմ, ինքնարժեքից ավելի ցածր, որ կարողանաս։ Կարող մաքրես, հա։ Ես ունեցա էլի, անցյալ տարի ես ունեցա տես դեպք, շատ հետաքրքիր պատմությունների մեջ ենք անցյալ տարի։ Ես իդեպ ես ուզում եմ ասել, որ իմ այդ ճանապարհը անցնելու ժամանակ շատ բարդ ճանապարհը անցնելու ժամանակ շատ տարբեր ինֆորմացիաներ էին ինձ պատտվում Կատրանդեի շուրջ, ընդհանուր մինչև Կատրանդեն վсё փակվում է, Արմինեն այդ հարցի տակից դուրս գալացողը չի, այն էլ ասում են մենակա, ձև չի բանց, ինչ որ դուրս եկա ընկերներ, փառք Աստծուն, ես գիտեմ, որ դու այն մարդկանցից մեկն ես եղել, ով իմ անունը շատ բարձր է պահել, այդ ես ոչ թե Վահրամ դու ես ինձ ասել, այլ ես տարբեր տեղերից եմ լսել, որ այո, շատ բարձր ես պահել, ու ոչ միայն դու, կան մի քանի, որ ասում եմ, լավ ընկերներ, տղամարդ ընկերներ, ովքեր որ այդ գիտես ինչի մասին է խոսում, դա քո փորձն է։ Նաև, որտես դու ունեցել ես բանանի պատմությունը, դու գիտես բիզնեսում ինչ ա լինում, ու այս հարցը, այս Արմինեի օրինակ հարցին նայել ես ավելի ռացիոնալ։ Բանով իրականում անհաջողությունները այդպես ստանդարտ process են ուղեկցող բիզնեսմենին, այսինքն մարդը ի սկզբանե մտնելուց պետք է պատրաստ լինի այդ ամեն ինչին, եթե պատրաստ չի, ուրեմն բիզնեսը իրան չի։ Հոգեկան հիվանդ կարա դառնա։ Հա, գժվես, ընթացքում հա։ Որտեվ ինքը ֆինանսը նամանավանդ այդ որ դու հոգի ես դնում դրա մեջ, իսկ ես ամեն ինչը կամ հոգին դնում եմ կամ ոչ մի բան չեմ դնում։ Իրական գիտես ես այդ մարդկանց ինչ եմ ասում, Վահրամ, որ իրենք չեն կարող հասկանան այն կալիբրը, որ դու ունես։ Նա իրանք կարան քննադատեն, օրինակ ինչի է սենց, որովհետև սենց, հա չգիտեմ, բարդքեր եւ այլն, պետություն եւ այլն։ Ես հիմա շատ հանգիստ այդ մարդկանց զուտ իրանց չէ, բայց խոսակցության ժամանակ ոնց եմ քո հետ խոսում, ասում որ իրանք չեն կարող պատկերացնել այդ որովհետև այն թվերը, այն չափերը, այն օբյոմը, որ դու ես պատկերացնում, իրանք չեն կարող պատկերացնել։ Դրա համար իրանք սկսում են քեզ քննադատել։ Շատ եմ ունեցել տենց մինչ օրս իդեպ խոսում են որ բանը կատրանդեն տենց գլոբալ բան է եթե ինչ որ բան անում ես նորմալ է տենց արդեն ամեն ինչը նորմալ է էլի մանտաշանցի մասն էլ էլի անդադ խոսակցություն իդեպ ես վերջերս եմ լսել ասում այս վերջերս լսել եմ որ բանը գիտես Վահրամի բանը գործերը շատ պատա մանտաշանց ասում ես գիտեմ որ մանտաշանցը հակառակը երկրորդ ակումբ է բացել ինչի մասին է խոսքը երկրորդը 100-ը հա երրորդ կարելի ասել երրորդ դե երրորդն էլ բանն է երրորդն էլ executive-ը բացեցինք ավելի փոքր բիզնեսների համար 100 միլիոնի 400 միլիոն դրամ շրջանացա լսի ես չեմ իմացել այդ նոր հիմա սեպտեմբերից ենք ստարտ տալիս արդեն մի 28 ունենք այդ խմբում Բարամ համել արի մի հատ մեր ես վստահ եմ շատ մարդ նայելով շատ հետաքրքիր է շատերի մոտ նաև կաթյուր կարծիք, որ ինչ որ իմ դուրս գալը մանթաշանցից, ինչ որ հարց ենք ունեցել իրար հետ, թե ինչ որ անհասկանալի, ինչ որ իրադարձություն է եղել, այդ եղել պատճառը, կամ դուք եք ինձ մանթաշանցից ասել հեռացրել Արմինե դուրս, ուզում եմ այս մասն էլ ընկերներ բարձաբանենք, որ մեր մոտ բացարձակ որևէ հարց չի եղել, ուզում եմ հիմա խոսենք մանթաշանց 100-ի մասին Մանթաշանց 100-ը ինչ է իրանից ներկայացնում, ովքեր են Մանթաշանց 100-ում,
Ինչով է տարբերվում մանթաշանց 100-ը սովորական մանթաշանցից եւ նաև երրորդից, բայց երրորդի մասին հեսա առանձին խոսենք։ Տեսեք, իրական այն պատճառը, ինչ պատճառով որ ժամանակին 4 մարտից ինքում առաջացավ ու հիմնեցինք մանթաշանցը, այսինքն այն որ բիզնեսների միջև տարբերություն կար ու իրենք այդ տարբերության համար ուզում են իրենց առանձնատուկ միջավայրը, այդ ժամանակ ես ինչ արեցի, ասենք ֆաունդերներին, հիմնադիրներին առանձնացրի բերեցի մանթաշանց, այդ ստարտայինը մի ավելի փոքր շար 150 միլիոն պլյուս շրջանառությամբ էր սկզբում, հետո սարքեցինք 400 միլիոն պլյուս շրջանառության մանթաշանցի համար, այդ ժամանակ այդ նույն պատճառով մենեջմենտից առանձնացրեցի ֆաունդեր հիմնադիրներին։ Հիմա մոտարպես նույն հարցը առաջացավ մանթաշանցին, երբ որ մեծ բիզնեսը փոքր էր շփվում, ես մի լավ օրինակ եմ հիշում, մի տղա օրինակ ասած եկել էր վաճառք թեմայով տրեյնինգի մեր մոտ, հիմա այդ վաճառք տրեյնինգից մեծ մասը գող գնացին, ինքը մոտեցավ ինձ դժգոհ էր ասում, խի, ասում է ես 158-ի վաճառ ունեմ իմ ընկերությունում։ Ես իրանց համար ամեն շաբաթ նմանատիպ տրեյնինգ անում եմ։ Ինձ էս հետաքրքիր չի։ Ասեմ, այս մարդը օրինակ, բայց մնացածի շատ դուր եկավ, որտեղ մնացած մի մասը վաճառքի բաժին չունեին, մի մասը 5 հոգի ունեին վաճառքի բաժնում, մի մասը նոր էին ստեղծում, մի մասը 2 հոգի ունեին վաճառքի բաժին եւ այլն, իրենց դուր եկավ։ Ես մարդ 158-ի վաճառքի բաժնում աշխատող ուներ, իրան արդեն դուր չեկավ։ Այս ես հասկացա, որ այս տարբերություն կա, չենք կարող իրար հետ ոնց որ բան անենք, համադրենք արդեն, որտեղ իրար հետ հետաքրքիր չի։ Այս մարդուն հետաքրքիր չի 150 վաճառող ունեցող։ Ճիշտ է, այս մարդկանց հետաքրքիր է, ես մեկի հետ չփե, բայց այդ հետաքրքրությունը պետք է փոխադարձ լինի։ Ամեն ինչը պետք է փոխադարձ լինի։ Խնդիրներն են տարբեր լինում, թեմաները լրիվ տարբեր են լինում։ Այո, խնդիրները, թեմաները ամեն ինչ տարբեր են։ Ու այդ ժամանակ որոշեցինք հենց այդ exit բան անել, ստեղծել այդ մեծ բիզնեսների համար, դրեցինք մինիմալ շեմը 4 միլիարդ դրամ, որ ամենաբարձր շեմն է, ոնց որ Հայաստանում չկա տենց այլ ակումբ փաթեթ, որ այդ շեմով լինի։ Իսկ այդտեղ մենակ հիմնադիրներն են, թե մենակ հիմնադիրներ, top management չի կարող լինել։ Այդ ոնց որ գնաց այդ 100-ը, այնտեղ լավ էր որ բանը ասենց եմ ասում, բախտս բերեց Վահանի վրա քրեական գործ բացեցին, այնց իրանել եմ ասեմ երկու անգամ, հա, Վահան Քերոպյանը բան էր, նախարարն էր, մենք հիմնադրել էինք արդեն երևի կլներ մի 7-8 ամիս հիմնադրել ենք, բանը դե անդամ էր, մինչև նախարար գնալն էր, որ անդամ էր, Մանթաշանցը բավականին թեթև ձեռք ունի, ով գալիս է կամ նախարար է դառնում հետո կամ փոխնախարար կամ ինչ որ ավելի մեծ պաշտոն է ստանում։ Ահա, դու եք տարբեր նախարարներ համեր ոնց ունենք, հիմա բանը այդտենց ոնց որ Վահանել որ եկավ այդ խմբի ղեկավար, բանից հետո տնային կալանքը ավարտվելուց հետո, մի անգամից դուրս եկավ, երկրորդ օրը պայմանավորվեցինք, որ ինքը այս այսինքն 100-ը ունի ղեկավար։ Այո, 100 ունի։ Ես ինչ որ բան հետ եմ մնացել։ Որը Վահանն է Քերոպյան, այս բայդրությամբ։ Այնտեղ հիմնականում փակ հանդիպ, 100-ը չի լուսաբանվում, մենք փակ հանդիպումներ ենք անում, ամեն շաբաթ գրեթե անում ենք։ Գիտեմ։ Ես նայում եմ ձեզ։ Հա մենակ իմ ստորիները որ մեկ-մեկ երևում, էնել մեկ-մեկ եմ անում։ Это высоко сижу далеко гляжу։ Մեկ-մեկ ես եմ անում, հա, դա էլ մեկ-մեկ ոչ միշտ եմ անում, հա։ Իսկ ինչ նախընտրի որ չես լուսաբանում։ Չենք ուզում լուսաբանենք, այդ մարդկանց առօրյան ու թեմաները բանը ուզում ենք այդ մեկն էլ փակ մնա այդ խմբը։ Չնայած որ լուսաբանենք իրական մանթաշանցը շատ կօգնի մանթաշանցին, որովհետև շատ Հայաստանի մեծ բիզնեսներ այդ խմբում կան։ Շատ մեծ բիզնեսներ, որոնք որ ասենք երբեք ուրիշ որևէ ակումբ չեն մտնի։ 50 հոգի ենք այս բայդրությամբ, հա։ Ես որ դուրս եկա 18 էին։ Հա, ես դուրս գալուց 18 հոգի։ Հա, ու բանով ասեմ որ 100 ինչի համար 100, որովհետև լիմիտի դա, այսինքն 100-ից հետո մարդ չենք ընդունելու։ Այսինքն պետք է արագացնեմ էլի այս process-ը։ Չեմ կարող ասեմ երբ կհասնենք 100-ի, կարող ասենք 5 տարուց հասնենք 100-ի, մենք շատ դանդաղ ենք ավելացնում էլի, նես չէ որ արագ ենք այդտեղի խումբը շատ դանդաղ ենք ավելացնում։ Ու դիտավորյալ ենք դանդաղ ավելացնում էլի, ոնց որ չենք ուզում տենց արագ լստենք այսպես ձևակերպեմ էլի։ Ու գաղափարը որն է, որ նույն օրինակ պլանավորվում հուսամ այս տարի կհասցնեմ, էլի ոնց որ բանի կենտրոնական կազմակերպիչի խնդիր ունեմ, ուզում եմ նաև մանթաշանց 100-ը Լոս Անջելեսում անեմ, մանթաշանց 100 LA։ Այնտեղ մինիմալ շեմը $20 միլիոն է արդեն լինելու, ու այդ դեպքում այս երկուսը կպցնելու են իրար նաև, որ այդ այդ խոշորները իրար չփեն։ Լոս Անջելեսում ունենք արդեն մոտ արպես $20 միլիոն պլյուս շրջանառությամբ 20-ից ավել ունենք այս բան, հաշվեցինք, հա, այս վերջերս հաշվեցի 20-ից ավել ունենք, Լոս Անջելես մեծ է, 100 հոգի համար ունեմ այնտեղ ակումբում։ Լոս Անջելես Երևանից հետո ամենամեծ ակումբն է։ Իսկ Լոսը լավ է, տենց ակտիվ են իրանք։ Հա, շատ ակտիվ է։ Իսկ ամենաակտիվը որն է։ Երևանը չհաշված, հա։ Լոսը։ Հա, երկրորդ տեղում Լոսն է, երրորդ տեղում Մոսկվան է։ Մոտ 50 հոգի Մոսկվայում ունենք։ Իսկ նույն հանդիպումներ, ամեն ինչը կազմակերպվում է, տենց իվենտները։ Մոսկվա ասենք շաբաթ 2-3 հատ միջոցառում կա Մոսկվայում։ Լոս Անջելեսում շաբաթում 1-2 հատ ենք անում, հիմնականում 1, բայց բանով ֆիլիալներն են էլի մեր։
Հա, այդտեղ չգիտեմ, այդտեղ Գյումրի, Վանաձոր բան միշտ անում են, ասենք ամեն շաբաթ այնտեղ ունեն հանդիպում։ Բոհամերը բոլոր տեղեր, Թբիլիսիում ունեն ամեն շաբաթ հանդիպում, Ախալի հալակում ամիսի 1-2 անգամ են անում հանդիպում։ Բոլոր տեղերը, հա, գրեթե բոլոր տեղեր ունենք пассивներ, օրինակ բան Ալմատին է пассив, Ղազախստան։ Բայց ինչի, քիչ է մարդիկ դրա։ Հա, քիչ են, այնտեղ չկարողացանք շատ ասենք, մի 7-8 հոգի են մոտ արպես ակումբում։ Ղազախստանը շատ այնպես լուրջ պոտենցիալ ունեցող բիզնեսի համար երկիր է։ Հայ բիզնեսմեններն են քիչ, այդպես շատ չեն, էլի։ Ահա, հետո գործընկերներն էլ մի քիչ բան են, այդպես սանաբեռնվածության առումով չեն կարող ժամանակ տրամադրեն, բան շատ գործոններ կա։ Այդպես, բայց հիմնականում բանն է, այդպես հիմնականում ամիսը ոնը մի երկու անգամ հանդիպում են, այդ 20 մասնաճյուղերը կան, իրենց ասենք 80% ամիսը մի երկու անգամ հանդիպում են։ Բարամ ոնց ես հասցնում տենց կուրացիա անես, որ դու էլ օրինակ մասնակցես այդ հանդիպումներին, որտեղ ես գիտեմ, որ տարին ամեն մի երկրի քաղաքի ակումբը ունենում է թե ծնունդ, թե գլոբալ հավաք, այդ ոնց ես հասցնում։ Չեմ հասցնում։ Չես հասցնում։ Հիմնականում չեմ հասցնում, դե ինչ որ բանի փորձում հասցնում։ Շատ հազվադեպ ես լինում։ Ինչը դե կեսը երկում եմ էլի ժամանակի ոնց էլ չեմ 6 ամիս երկում, հա։ Ես որ ընդհանուր անցյալ տարի գումարեցինք մի 6 ամիս երկրում եմ եղել, բայց այտենց կտորներով էլի։ Բայց կտորներով, հա։ Ահա, այս տարի օրինակ մի 3 ամիս արդեն չեմ եղել երկրում, 3-4 ամիս։ Հիմա տարվա վերջն էլ ծանր տարվա վերջ է սպասում, մինչև հունվար մենք ունենք մի հատ Նյու Յորքում պետքա բացվենք, մի հատ Լիտվա, Լատվիա, Էստոնիա երեքում իրար այդ Վիլնյուսում պետքա բացվենք, Կիպրոսում ունենք պլաններ, Կոլումբոսում ունենք պլաններ, այտենց Կոլումբոս, հա, նենց հայր կան Կոլումբոսում։ Հետաքրքիր մեծ։ Կա քո մտքում կամ մտքի ծայրով անցել է երբևէ, որ դու կարող ես Հայաստանը լքես ուրիշ երկրում ապրես։ Օրինակ հիմա կարա տենց անցնի դրա համար մտքումս։ Տենց ասենք այն դժվար պահերին, երբ որ 20 թվականի պատերազմ բանման տենց ունեմ ընկերներ, որոնք գնացին եւ այլն, այդ սկզբունքային էր, որ չեմ գնալու։ Այսինքն դժվար պահերին չեմ գնալու բնականաբար։ Եթե ինչ որ ավելի լավ հարմար պահեր լինեն ու լինի խնդիր որևէ արտասահմանում լուծելու, կարող ինչ որ շրջան գնամ, չգիտեմ 5 տարով գնամ ինչ որտեղ, այդտեղ եթե ինչ որ խնդիր լուծեմ այնտեղ, բայց չի նշանակում կապը պետքա կտրեմ էլի գլոբալ, այտենց ինչ որ հարցեր կարող լինի էլի ժամանակի ընթացքում, բայց հա, այսինքն sense մոտավորապես ամենաշատը քո կտրվածքով 5 տարի։ Այդպես եմ ես պատկերացնում, sense ասեմ, էլի այդ կանխատեսումները շատ անշնորհակալ գործ են, որտեղ գիտեմ որ Հայաստանից գնացողները մեծ մաս ասում են գնամ ես 2 տարի դզվում կամ ու գնում են 50 տարի էլ չեն գալիս, էլի, ասենք մեկ 20 տարի հետո հենց գալիս, դրա համար այդ շատ անշնորհակալ բանը խոստումներ տալը։ Զուտ, տեսեք, գործի առումով, եթե ես տեսնեմ որ պոտենցիալ կա, որ կարելի է շատ ավելի մեծ գործ անել Հայաստանից դուրս ինչ որ գալով, ինչ որ շրջանում, հնարավոր է դիմեմ այդ քայլին, որովհետև բանով ոնց որ անընդհատ ուզում ես նոր բան անես։ Ասում ինչ որ կոպտասած նոր բարձունք ես անընդհատ ուզում գրավես, այդ մարդու էությունն է։ Ասենք ասենք երբ որ արդեն Հայաստանում դու անում ես այն ինչ որ բոլորը կարաս անես, արդեն հերթը գալիս է որ պետքա փորձել անել նաև Հայաստանից դուրս։ Չնայած ըստ էության որոշ դեպքերում կարաս անես Հայաստանում ապրելով Հայաստանից դուրս, դենց էլ անում եմ ես։ Այո։ Հիմա Հայաստանում ապրելով անում եմ Հայաստանից դուրս, էլի, հա։ Ես հենց հաջորդ հարցն է, որ օրինակ չես կարող ստեղից թե շատ բարձ կլինի։ Տես կարաս ուղղակի դա ոնց որ գլոբալ կիսատ է, էլի։ Որտեվ ասենք նույն այս վերջերս IT ոլորտից էի խոսում, վերջերս չէ մի տարի առաջ IT ոլորտից մի տղայի հետ էի խոսում, ինքն էլ ընտրել է Հայաստանում մնա, բայց ասում եմ գալիս եմ 2 ամիս Սան Ֆրանցիսկո, ահռելի բան է փոխվում իմ մոտ հետ եմ գնում, էլի գալիս եմ մի ամիս ահռելի բան է փոխվում հետ եմ գնում, ասում պատկերացնում եթե այստեղ ապրեի, ինչքան բան կփոխվեր իմ մոտ ու ինչքան արագ կգնար բիզնեսը, բայց ես որոշել եմ Հայաստանում ապրեմ, հա հնարավոր է ահռելի բան եմ կորցնում բիզնեսում, բայց տենց եմ որոշել հիմա կա այդ բանը, էլի այդ գայթակղությունը կա։ Իսկ կարողանում ես ապրել դրսում։ Հա, այդ առումով ես բան եմ։ Հեշտ է։ Այդ առումով գտնում եմ իմը արագ։ Ես չեմ կարողանում։ Այդպես շուտ երկրների բանել չունեմ, էլի որ մեկ ասում է, չգիտեմ, Մոսկվայում չեմ կարող ապրեմ, Լոսում եմ ապրում, մեկ ասում է Լոսում չեմ կարող ապրեմ, բանում եմ Պրագայում եմ ապրում, բան իմ համար բոլոր տեղները ես կարող եմ ապրեմ, էլի այդ առումով։ Չէ, ես որևէ մի երկրում չեմ կարողանում 10 օրից ավել, 10 օր ես շատ ասեցի։ Ես որ գնում եմ գործուղման,
իմ համար այդ դժող կա, այդ երկար ես անընդհատ սկսում եմ խեղդվել, ես ուզում եմ գամ Հայաստան, գամ հալ խնդիրը այն չի, որ երեխես էստեղ է, ծնողներս էստեղ են, նո, այդ զուտ չեմ կարողանում, ես սիրում եմ երկիրը մեր։ Չնայած դա սիրո հետ կապ չունի, երևի կոմֆորտ զոնա, չգիտեմ, տուն։ Սիրելուտ էլ կապ ունի ինձ թվում է դեպքում, հա։ Վաղրամ ինչ կփոխեի բիզնես ոլորտում մեր երկրում։ Ինչը քեզ դուր չի գալիս։ Բիզնես ոլորտում, բիզնեսմենների մեջ ինչը կուզեի, չգիտեմ, ավելի կրթված լինեն, ինչը։ Փակեն։ Շատ փակեն, նորի նկատմամբ փակեն շատերը։ Հետաքրքիր է որ կա, ասենք հնարավոր է տարիքով բիզնեսմեն լինի 70 տարեկան 80, բայց փակ չլինի, բաց լինի։ Ու հնարավոր է 30-40 տարեկան փակ, սահմանափակ մենակ ինչ-որ մի բան ուզում, էլի, այսին հիմնական խնդիրը որ խանգարում է աճելու բիզնեսմեններին, այդ իրավունքն եւ փոքր եւ մեծ, դա փակ լինելն է, նորի նկատմամբ, փոփոխությունների նկատմամբ, այդ գլոբալ իրենց ինչ-որ հասկանում էլ եմ, որտեղ կարծում ես ինչի՞ց է։ Բիզնեսմենի առօրյայից է։ Տեսեք, բիզնեսմենը, ցենց օրինակ ասած, մի անգամ տղաներից մեկը, տենց հիշում եմ, ասում երբ որ գործարարը դուրս է գալիս փողոց, հայտնի գործարարը, այդ նույնն է, ինչ որ այնտեղ Քիմ Քարդաշյանն է դուրս գալի փողոց։ Բոլորը իրենց ինչ-որ բան ուզում են։ Այո։ Հա, հիմա կոնկրետ ինչ-որ բան ուզում էլի, հա։ Հա, հիմա Քիմ Քարդաշյան դեպքում ավելի ծանր է, որովհետև համ գործարարը, համ բանը էլի, հա, տենց նայել։ Հա, տենց, բայց հիմնականում ու երբ որ բոլորը իրենց ինչ-որ բան ուզում են, դու մեխանիկորեն պատրաստ ստեղծում, որովհետև չես կարող բոլորը ուզած 10 բացառվում են։ Մեր մոդելը տենց էլի, ասենք ամեն օր մեզանից, ինձանից ինչ-որ բան են ուզում։ Հիմա չես կարող 10, դու քեզ երբեմն զգում ես ստոր արարած, որ չես տալի, բայց չկա ուղղակի տարբերություն։ Դու աշխարհի փողերն ունենա չես կարող 10, հա, չես կարող այդքան։ Դու պետք է Սիպված պատեր սարքել քո առաջ, որ մերժես։ Երբեմն այդ պատերը այնքանից պատեր է սարքում, որ դու արդեն ընդհանրապես նորն էլ չես կարող ստանաս։ Որ սկսում ես մերժել, փակվում ես ամենի նկատմամբ նորն էլ չես ստանում։ Այդ ամենավատ բանն է, ասենք բիզնեսմենների առաջ կամ պատեր։ Իրենք են այդ պատերը սարքել, որ պատերից իրենք չեն ուզում ջարդեն, չեն ուզում անցնեն, չեն ուզում շփվեն, չեն ուզում նոր բան տեսնեն, չեն ուզում նոր բան սովորեն, ասինքն կա որոշ դեպքերում, ասենք, մտածում են, որ իրենք ամեն ինչ գիտեն, մտածում են, որ իրենք սովորելու բան չգիտեն, մտածում են, որ հայ սովոր ինձ բան ասի, որ սովորեցնեն, սկսում են եւ այլն, ասենք լիքը տես բաներ կա, որը որ գլոբալ իրական խանգարում է այդ մարդկանց աճելու զարգանալու համար։ Ես եթե ասենք փոխենք բիզնեսմենի կյանքում, այդ կփոխի, որ բիզնեսմենները ավելի բաց լինեն։ Շատերն են բաց իրականում ու եթե նայենք միջինում գործարարը շատ ավելի բաց է, քան այլ մասնագետությունների մարդիկ, որովհետեւ մենք network-ի մեջ որ չես կարող առանց network-ը հետևես, էլի որպես գործարար, հետեւաբար գործարարները միջինում ավելի բաց են, քան այլ մասնագետությունների տեր մարդկանց, բայց մեկը էլի կբացի։ Գալի շատ կա տեղ բացելու, հա, այդ փակվածությունը երևի թե առաջ կետում ու երկրորդ կետում երևի ամենակարևոր բանը որ կփոխի ամբիցիոզությունը։ Մերոնք քիչ են ամբիցիոզները։ Հիմնականում բավարարում են քչով, հա։ Հենց այդպես խոսեցիր ամբիցիոզությունից, ուզում եմ խոսենք կին տղամարդ գործարարների հետ դու ունես, այո, եւ նրանց իմ հետ օրինակ մեր տարբերությունները օրինակ ինչ է շատ է այդ տարբերությունը կնոջ գործունյա լինելու եւ տղամարդ գործարար լինելու դες երբ որ տարբերություն կարելի է չկա եթե գործարար նայենք ասենց հավասար առումներով հա եթե որոշ դեպքերում կանայք իրենց ավելի սահմանափակում են իրենք են հնարում որ հա մենք ավելի բանը ավելի քիչ ամբիցիոզ պետք է լինեմ ավելի իրենց համար ինչ-որ բաներ հնարում հա դրա համար օրինակ քո դեպքում չկա տարբերություն այսինքն հիմնականում չկա ու ասեմ որ երբ որ չկա էլ այդ շրջապատը չել պարտադրում ինչ-որ բաներ էլ այնց շրջապատն չի նայում հակառակը կնոջ համար լիքը բաներ ավելի հեշտանում քանի որ ուրիշ ծև են նայում այս վերջերս ուրեմն իմ ծանոթներից մեկը Զրույցի ընթացքում ինձ մի հարց տվեց, որը իմ համար օրինակ մի քիչ ես նեղվեցի այդ հարցից, հարցը հետևյալն էր. ինչ ես ուզում լինել ապացուցած, ում ես ինչ որ տենց ապացուցում, ում հետ ես 1000 գոնկայի մեջ ու ինձ այդ միտքը տվեց մտածելու ինչ որ բան, որովհետև ես իմ շուրջ նայում եմ, իսկապես տենց ամեն դեպքում ունեմ ինչ որ բանի հասած բայց ես երբ սկսեցի մտածել ում հետ եմ ես սայրնացել եմ ես հասկացա որ իմ շրջապատի
իմ գործընկերների հետ ես ոդկ եմ ուզում ուզել գցելը որն է ես գցում եմ իրանց հետ ոդկ ու երբ որ ինչ որ հարցի շուրջ ես ուզում եմ պատասխանել մտածում եմ օրինակ այս ընկերս այս ինչ հարցին ոնց պատասխաներ կամ ինչ քայլ կաներ հասկանում ես բայց նորմալ է երբ որ նորմալ է որ կինը տղամարդ գործարարի հետ ու սպեշնի որովհետև այդ շատ էս դու ոնց որ մեծանում ու իսկապես այդ աչքա ծակում նայ նորմալ չլնել այդ մեր ուղեղի սահմանափակումներն են ինձ թվում նորմալ է մտածելակերպի կամ ուղեղի սահմանափակումն է արհեստական լույս ես մեկ-մեկ վախենում եմ կհավատաս իմ ամբիցիոզությունից նայ ես սիրում եմ պաշտում եմ ամբիցիոզ մարդկանց նո եմ չարդարացված ամբիցիաների մասին չի խոսքը ունեցել եմ ես չարդարացված ամբիցիաներ որ դացել եմ դրա համար բայց ես մեկ-մեկ իսկապես ես վախենում եմ իմ մտքերից այն մասշտաբից որը որ ոչ թե ուզում եմ այլ որ ես անում եմ ես ձգտում եմ դրան դե այդ վախացնում է լսի մեկ-մեկ այդ մասշտաբը դա հետաքրքիր է դարձնում էլի կյանքը բայց գիտես Վավրամ երբ որ դու հասնում ես այս մյուսին այո քո ասած դրանից հետո դու ավելի մեծ բան ես ուզում ազնվությամբ եմ ասում ես սկսել եմ վախենալու մտքերից Չեմ վախեցի Հա? Okay. Քո չխախտած սկզբունքները, որ երբեք չես խախտի։ Այսպես է, մածունը չի սևանա, սպիտակա կամ սևա չի սպիտակի։ Օրինակ պետք է ինչ անում եք, պետք է օգուտ լինի հայրենիքին։ Տենց չի փոխվի։ Դրան դեմ։ Ինքն ինչ եթե օգուտ չեղավ հայրենիքին, չեմ անի ուղղակի։ Այդ սկզբունքա, որ կարծում եմ երբեք չեմ խախտի։ Հաջորդ հարցն է արդեն ավտոմատ գալիս Մանթեշյանց գործարարների միությունում back office-ում ինչ կատեգորիայի երեխեք ես ընտրում աշխատանքի համար այո աշխատանքի համար ինչն է շատ կարևոր քո համար ու որ դեպքում դու կգնաս այն քայլին որ հրաժեշտ կտաս աշխատակցին եւ աշխատակցին եւ առանձին նաեւ բիզնեսմենին ակումբից կարող ես երևի իմ ամենամեծ թերությունը է դժվար է մարդկանց հրաժեշտ տալիս այդ թվում աշխատակիցներին այ իրենց անդադ ուզում եմ հնարավորություն տամ ու հետո հիմնականում փոշմանում եմ այդ ամեն ինչի համար որտեվ բայց ես մտածում բոլորին չպետք է տաս հնարավորություն ես ասում անընդհատ մեկ հատ կարելի է բայց անընդհատ նույն մարդուն տենց փորձել հնարավորություն տալ այդ մի քիչ բան է էլի ոնց որ ժամանակի կորուստ է ու նաև ռեսուրսների կորուստ որը որ տենց ունենում եմ ժամանակ առ ժամանակ ինչ տիպի մարդկանց ովքեր որ աշխատում են ոչ միայն փողի համար եթե մենակ փողի համար են աշխատում ինձ հետաքրքիր չեն իրենք աշխատում են գործը սիրելով, թեման սիրելով, ոլորտը սիրելով, այն արդյունքը սիրելով ինչ որ իրենք անում են, պատրաստ են առանց նեղվելու, նվնվալու, ասենք մի օր եթե պետք է մնան 20 ժամ աշխատեն, օրինակ եւ այլն, էլի, այսինքն դրան փոխարինել, ասենք եթե ուզում եմ մի օր ազատ լինի, հանդիստ կարող ազատ լինի մեր մոտ, նշ որ մենակ 20 ժամ են աշխատում։ Հա, էլի, եւ այնպես մի քիչ գրաֆիկ ավելի ազատ է մեր մոտ, բայց արդյունքի վրա կենտրոնացած պետք է արդյունքի հասնել։ Հիմնականում արդյունքի վրա կենտրոնացած մարդիկ լինեն, ազնիվ լինեն։ Ամենակարևորը իրականում երևի ինչ-որ բանալ բաներ կարող թվարկեմ, բայց այդ բանալ բաները թվարկելը ուրիշ բան է, այդ ամեն ինչ պահպանելն է դժվար։ Ավելի շատ վերցնում ենք մեր մոտ սկսնակ կադրերի, ինչու, որովհետև մեր մշակույթն են վերցնում իրենք։ Դու պարտադիր բոլորի հետ անցնում ես այդ Չէ, հիմա չէ արդեն, հիմա չէ, հիմա տենց հիմնականում այդ top management-ի կամ այն ոլորտներից, որտեղ այդ ոլորտը նոր ենք հիմնադրում։ Եթե նոր ուղղություն ենք հիմնադրում եւ այլն, իրենց հետ ես բան եմ անում, շփվում եմ, տենց սպեց ընդհանուր չէ։ Իսկ գործարարների մասով որն է այն կարմիր գիծը, այդ որ չի քննարկվում, վերջ դուրս են գալիս ակումբից, մենք իրար չենք հասկանում։ Խապել է դա, բարեվարկությունը, մեր արժեքային սկզբունքներն են գլոբալ, բարեվարկություն խապել է հիմնականում ակումբի շրջանակներում, ակումբի ներսում։ Իրականում այդտեղ էլի հնարավորություն տալիս ենք, նես չի որ։ Օրինակ ես հիշում եմ, երբ որ ակումբում էի, խապելու մասին չի խոսքը, չեն խապվում, բայց կային օրինակ ակումբակիցներ, ովքեր
լսի խմորում առաջացնող ինչ որ վատ բնավորությամբ մարդիկ էին։ Չասեմ իքական սեռաթե արական, բայց ամեն ինչից չմահավան չէին հավանում։ Դժգոհ, չգիտեմ, աչոտ ուզող, շատ մելքի բաներ է, էլի իմ համար օրինակ նախ իմ ըստիս զբաղված մարդը այդքան չպետքա էներգիա ծախսի, դա իմ համար անիմաստություն է։ Ես կարծում եմ, եթե որևէ տեղ քեզ դուր չի գալիս, գետ դուրս արի։ Մեր մոտ է գլոբալ կամավոր անդամակցությունը, բանով չստիպելով չի, այսինքն հա, բայց իմ համար ոնց է դրված խնդիր էլի, իմ համար դրված խնդիրը ծառայել բոլորին, այդ թվում է իրենց։ Շատ համբերատար ես, ես հիշում եմ։ Դա իմ գործը, պետք է ծառայեմ իրենց։ Շատ համբերատար ես, այն որ ես հիշում եմ 1000-ից 1 քո այդ կտրուկ պատասխաններ եղել, բայց այդ ես այդ կտրուկությունը որ լիներ իմ համար երկրորդ խոսքից կլիներ այդքան անընդմեջ ամիսներ շարունակ դե հա այդ բանն ես գիտեմ դու այդպես մարդկանց էլ չես հանում հա դու չես հանում ես հենց այդ եմ ուզում հասկանամ ինչու ես գիտեմ որ բոլոր մարդիկ լավն են ուղղակի որոշ մարդկանց չենք հասկանում հա այո փորձում եմ հասկանալ նաև իրենց երբեմն սխալ երբեմն էլ ուղղակի հարմար կամ բավարար պատճառ չի լինում որ իրենց հրաժարվենք դե կա ինչ հստակ չափանիշներ չէ խապելը գործընկերոջը խապելը եւ այլն հիմա բամբասելու համար չեմ կարող էլի ինչ ասեմ անհիմն բամբասում ես այդ օրինակ էդ էլ է կարևոր բամբասանքի պահը որովհետեւ շատ բայց մենք չենք կարող այդ մեր հասարակության մասն է մեր չէ բոլոր հասարակությունների մասն է բոլոր հասարակությունում կան մարդիկ ովքեր որ ավելի շատ սիրում են քննարկել մարդկանց ավելի շատ սիրում են դժգոհել այդպես հակվածություն կա իրենք իրականում իրենց առօրյանը ծանր է որտեղ դու այդ անդադ այդ նեգատիվ էներգիայի մեջ ծանր առօրյա ունես էլի արդյունքում դու անդադ նեղվում ես եւ մարդու տեսակ է շտալի հա այդ բան այդպես գլոբալ չասեմ այդպես այդ բառով բայց հա մի քիչ ծանր դժբախտ իրավիճակ է էլի ասում եմ հոգեբանական խնդիր է ժամանակին կարծացել եմ այդ մասին երբ որ դու ինչ որ իրավիճակից կախվածության մեջ ես ընկնում, սկսում ես դեֆոմին ստանալ։ Այդ իրավիճակը տարբերն է։ Դա կարող լինի ռիսկի դիմել մշտական, դա կարող լինի նեգատիվ ինֆորմացիա մշտական, դա կարող լինի հա կախվածության մեջ ես այդտեղ։ Հա, անդադ ու մենք բոլորս ինչ որ բան երբ որ անում ենք, որը ժամանակի դրանց ընկնում ենք կախվածության մեջ։ Ու դեֆամինը մեր մոտ արտադրվում այդ բան անելուց։ Օրինակ եթե մենք սկսում ենք ինչ որ բանից դժգոհել, չէ՞ մի իրավիճակ է գալիս, որ մենք դժգոհելուց կախվածության մեջ ենք ընկնում։ Ու մենք անդադ պետք է դժգոհենք, որ հանգստանանք։ Դեֆոմն արտադրվում է հանգստանանք։ Տաքսիներ կա, չէ՞, նստում ես, էներգիան նեգատիվ թափում են քո վրա, իրենք հանդիստ գնում են, դու էլ հոգեկան հիվանդ դուս ես գալի տաքսից, չէ՞։ Բանով միանգամից, այսինքն այդ իրենք դեֆոմն են արտադրում դժգոհելով։ Ու ասեմ իրենք արդեն փակ ցիկլի մեջ են ընկած, շուրտի նման պատտվում են անավի մեջ անդադ նեգատիվ անդադ դեֆոմն, անդադ նեգատիվ, անդադ բայց ծանր է նեգատիվով ապրել այդքան, շատ գլոբալ ծանր է։ Այսինքն մարդիկ կան դենց է, էլի, դենց հիմա են ու դրանով մարդիկ տարբեր են, էլի, հա, շատ քչերը գիտեն։ Իդեպ մարդիկ գիտեն մանթաշանցում մենակ տենց մարդիկ գալիս են ուրախանում ու գնում։ Եվ ոչ միայն մանթաշանցում, ակումբներում գնում են մարդիկ տենց, հա 10% ժամանցայինների միջոց առնում։ Հա, բայց իրական ոնց որ չգիտեն։ 90%։ Հա, հիմա ես ուզում եմ շատերը չգիտեն բանակի թիմի մասին։ Ոչ ոք կարելի ասել չգիտի, որ մանթաշանցը արդեն քանի տարի է ինչ մեծ գործեր է անում բանակի համար։ Արի այդ մասին փակագծերը ինչքանով որ հնարավոր է դու բաց, հա, որովհետև պետքա մարդիկ իմանան իրականությունը ու առաջին, ասում եմ դեմքով։ Այդ ժամանակ բան եղավ, մենք 20 թվականի պատերազմով եղավ, ոնց որ պատերազմի ժամանակ ահագին պրոյեկտներ արեցինք բանակի համար $2 միլիոն մոտավորապես։ Այն ժամանակ մենք մի տես 70 հոգի էինք էլ այդ սահմաններում մեր քանակը մոտ $2 միլիոն պրոյեկտ արեցինք ու հետո գաղափար եղավ, որ եկեք այնպես չանենք, որ էլի ապալ-թապալ մյուս պատերազմի ժամանակ նույն իրավիճակը լինի։ Ապալ-թապալ բան ճարենք, դրոն ճարենք կամ հեռադակ ճարենք։ Եկեք այնպես անենք, որ ստաբիլ լինի այդ ամեն ինչը, այտենց այդ ուղղությունը եղավ, այդ իրականում ծնվեց հենց ակումբականներից, էլի մի քանի ակումբական կային, որ ավոից ինտերնետ սկսվեց, որ հենց մարտական գործողությունները մասնակցեց, եկավ բան, այդ կապերը տվեց, այդ ավոյի հիման վրա այտենց ձևավորվեց այդ խումբը, որ անդադ այդ ուղղությամբ պրոյեկտներ անում, մենք ժամանակ առ ժամանակ ֆանդրայզինգ անում, վերջում էս մեր երեկոյի գլոբալ սամիթի ժամանակ ինչքան էր մի ժամ
մոտ մի ժամում $100,000 հավաքվեց։ Դիր։ Այլի այդպես բանետի պրոյեկտների վրա մի քանի մեծ պրոյեկտներ են, հիմնականում մուլտիպլիկացիոն էֆեկտով պրոյեկտներ են կանում, այսինքն չեն կանում մի պրոյեկտ, որը այդպես կանես ու կավարտվի, այսինքն անում ենք մի պրոյեկտ, որը բազմապատկվելու է, այսինքն օրինակ այդ մեր Նաև այդ սովորացնելու, չէ՞, տղաներին, անգլերեն օրինակ անգլերեն դաստասները բանակում առաջինը մենք արեցինք 2 տարի մենք էինք անում, հետո պետությունը սկսեց ֆինանսավորել, հիմա անգլերեն դաստասներ են գնում։ Անգլերեն դաստասները թույլ են տալիս։ Բայց առաջ չկար, չէ։ Տես դուք արեցիք այդ հիմքնել եկա։ Մենք անում ենք, հետո տարածվում։ Մենք ուրիշ պրոյեկտ արեցինք զորամասերից մեկում, հետո գլխավոր շտաբ պետը արդեն ստորագրեց բոլոր զորամասերում են այդ անում։ Հիմա մի հատ ուրիշ էլի պրոյեկտ ենք անում, այտենց երևի մոտավորապես կլինի իստո մի 100,000 հավատից մի 200-300,000 պրոյեկտ կլինի։ Էդ էլի կանենք ու հետո էդ էլ կտարածվի։ Բանով ասենք մնացած զորամասերում կտարածվի։ Բան այդպես հիմնականում այնպես պրոյեկտներ են կանում, որը մուլտիպլիկացիոն էֆեկտով բան լինի, էլի, տարածվի։ Հետո բանով էս վերջում նորություն էլի որպես Մանթաշյանցի sense ասած ոչ բիզնես պրոյեկտներից այդ անտառներ որ բան արեցինք։ Ծառերի տնկեն, ահա, իշքան հավաքեցինք։ Որ հատվածում էի։ Կարծեմ հավաքեցինք, հա, Կոտայքի մարզում, չէ, Եղաշկունքի մարզում, Սևանի մոտակայքում բան արեցինք, անտառ տնկեցինք, Ես գիտեմ դու այդ ծառերի թեման շատ ծանր ես տանում։ Հա, դե հա, ծառերը բաներ, հա, մի 10 տարի առաջ էլ մոտալ, 7 տարի առաջ շուր մարտեզինգով էլ փորձեցինք տնկել, մի 3 հեկտար տնկեցինք այն ժամանակ։ Հա, այտենց անդադ փորձում ենք ժամանակարժանակ։ Հիմա տեսնենք, եթե այս Մանթաշյանց անունով անտառ ենք հիմնադրել, աշունը կշարունակենք իրական սեզոն ուշ չհասցրեցինք, հիմա հիմնական մասը քիչ տնկեցինք, հիմնական մասը աշնանն ենք անելու, որ Դե բայց առաջին թափը որ տենց արդեն եղավ, մարդիկ տեսան ինչ է Իրանից ներկայացնում, ինձ թվում է երկրորդը ավելի մեծ կլինի թափը։ Հա, ինչքան տնկեցինք։ Մեծ թիվ է։ Ես հիշում եմ ինչ որ թիվ կար, որ այդ պետք է ոնց որ հաստատվեր, հա, հավաքվեր, որ նոր իրանք սկսեին։ 10 հեկտար կարծեմ տնկեցինք էլի չեմ հիշում, ինչքան գումարով $40,000-ներ հիշում եմ, $40,000, բայց բանով չեմ հիշում։ Բանով հա 7-8 հեկտար է, 10 հեկտար է պետք է տնկեինք։ Նայ մի հատ հավես պրոյեկտ է։ Հա։ Մանթաշյանցը այս վերջերս եմ տեսել, այդ իմ դուրս գալուց հետո եղավ, բայց ես երբ որ եկել էի ձեր մոտ հյուր, այնտեղ այդ շինարարական գործընթացներն էին գնում, օֆիսի առաջին հարկնում, հա, իսկ ինչ հավես ու միտքն է քո։ Ահա։ Չլավն է։ Լսի, ախր շատ հավես եք մտածել։ Բանով նայ գլոբալ, ես արտասահման որ լինում էի, հիմա էլ որ լինում եմ, շատ ընկերներ գործարարներ ինձ անդադ հրավիրում են private club-եր։ Այսինքն շատ ընդունված է, ասենք Կոլոմբոսում գնում էինք, ընկերներից մեկը հրավիրեց, ասենք նայում էր ոնց որ բանի ինչ որ քաղաքի կենտրոնում այդ բլատ շենքեր, աղյուսներով կառուցված, ասենք, պարոլը ասում էր, հոպ դուռը բացում էր, այս private club էր, որ ամեն մարդ չի կարող գա, մենակ կլուբի անդամները։ Ես խոսում էի, Հայաստանում էլ է պետք։ Հա, վիդեոները մարել նույնիսկ բան, կամ մի հատ ուրիշ private club գնացինք, հագուստի խանութներ դեռ ներսում թաքնված դուռ կար, թաքնված դուռը բացում էր, մի հատ ուրիշ աշխարհ էր բացվում այնտեղ, բան։ Դա տարեկան ասենք այդ հագուստի խանութի կլուբը օրինակ տարեկան $40,000 է անդամակցությունը, այն մի հատ ուրիշ կլուբը որ ասեցի, այնտեղ տարեկան $17,000 է անդամակցություն։ Տենց էլ, այսինքն մոտավորապես այդ գներն են, մենակ Կոլոմբոս քաղաքում, որը մոտ միլիոնանոց, միլիոն կեսանոց ամերիկյան բանա քաղաքը, այտենց մոտ 4-5 հատ private club ես գնացի։ Ինձ ուղեկցեցին ընկերները։ Հետաքրքիր կլուբեր կային, մեկը օրինակ գնում էր լիֆտով իջնում էր սրահեր դուրս գալ, ոչ ման արտաքինից գրված չի։ Սրահեր դուրս գալի, հեռախոսով զանգում էր պարոլներ ասում, քո պարոլ ասում էր նոր դուռ բացվում էր մտնում էր բան։ Հետո ու տենց բաներ դադում ծախեր այդ պետք է մտածես։ Պիտի գա էլի։ Ու տենց այդքան որ այդ ամեն ինչ տեսա, ասի Հայաստանում չկա բիզնես private club։ Հա, բիզնես private club չկա բացարձակ էլի։ Դրա համար մեր համար բացեցին։ Հիմա այստեղ ինչ ձև է։ Սա մենակ ակումբականների համար է։ Մենակ ակումբականները կարող են իրենց ընկերների հետ գան։ Face ID-ով։ Face ID-ով ակումբականները կարող են իրենց ընկերների հետ գալ, բայց իրենց ընկերները մենակ չեն կարող գալ մեր մոտ։ Ոնց որ տենց ակումբականների համար է մենակ։ Հա, էլի տենց թաքնված մուտքով, բան գրապահարանով է, ոնց որ դուռը գրապահարանն է, բացում ես, գնում ես հետևը բանն։ Այնտեղ ես տեսա պոեզիայի երեկո է լինում։ Մի անգամ արեցինք, հա, մեր հայկի բանը, բայց երեկոյան փակ բանն էին կանչել, ֆորշին էին կանչել օրինակ բան, դա տարբեր օրեր տարբեր են։ Մի օր հավաքվում մաֆիա են խաղում, մի օր հավաքվում տարբեր։ Այսինքն այդ նաև կարողանում ենք օգտագործել այդ մասով։ Ինչ մասով։ Մաֆիայի, մաֆիա լսեցի, Սիցիլի։ Հա մաֆիա, այսօր է կարծեմ։ Այսօր 3 շաբթի է։ Հա, այսօր 3 շաբթի, այսօր մաֆիայի օրն է, հա։ Բայց լսի, ես գիտեմ որ բոլոր չաթերում դու չկաս։
Չէ, թե բոլորում կա, ասես ո՞նց է Եվ մեծ զետեվում, մասում այսօր կա, 3 շաբթի ասում մաֆիայի վրա, ո՞նց է հիշում։ Հա, Ես չեմ դու հիշում, հիշում, ու ես ասենք այդքան ինֆորմացիա այդ Չգիտեմ, դա էլի գործն է, սովորություն, երևի, հա։ գործն է։ պրոյեկտներից խոսանք, այդ նաև գիտեմ, որ գրքերի տպագրությանն եք հովանավորում, այդ մասը իմ մոտ մի քիչ կիսապրատ է ինֆորմացիան, հատ Սենց խոսանք։ ասեմ, փոքրիկ աջակցություն ենք ցուցաբերում, դες ձևակերպեմ, տարբեր բիզնես գրականության հետ կապված գրքերի հրատարակությանը, որը որ կարծում ենք, որ օգտակար կլինի մեր հասարակության համար 4 ես վերջում արդեն հաշվեցինք 4 գիրք արդեն ունենք գիրք կա որ հենց մեր պատվերով են իրականում հրատարակվում նույն հայ վաճառականություն 17-րդ դարում գիրքը որ ինձ համար նվեր եք բերել իդեպ Շվարցնեգերն, այս մեր վերջի գրքերից է, որ բան աջակցել է։ Հա, գործընկերը New Media-տ ենք բանարել, այնպես համատեղ արել, հա, ինչու օրինակ Շվարց, այս ընդհանրապես գրքի գաղափարն էլ օրինակ մեր մոտից առաջացավ էլի, որ արտակի հետ քննարկում ենք, տարբեր գրքերի գաղափարներ տվեցին, նաև Շվարցնեգերն ու այնպես արտակ մի տարվա մեջ ոնց որ բանարեց, կազմակերպեց, ինչու Շվարցնեգերն, որովհետև ինքը Մարտը որ հասնում է իր նպատակներին։ Այո։ Ու իր նպատակներին հասել է 4 անգամ։ 4 անգամ եղել է աշխարհի լավագույնը։ 3 անգամ եղել է աշխարհի լավագույնը։ Ինքը եղել է աշխարհի լավագույնը բոդիբիլդինգում, ինքը եղել է աշխարհի լավագույնը որպես դերասան։ Ինքը մի քանի տարի ամենաշատ վճարվող դերասանն էր, ամենամեծ վճարվող։ Հիմա էլ լավերից մեկն է, հին լեգենդ։ Հա, ինքը եղել է աշխարհի լավագույնը կամ լավագույնս որպես քաղաքական գործիչ, ինքը Կալիֆոռնիա նահանգի նահանգապետն եղել 2 տարի, Կալիֆոռնիա նահանգը էսպայդոսամբ աշխարհի 4-րդ տնտեսությունն է, եթե նահանգը առանձնացնենք։ Այն ժամանակ կարծեմ 6-րդ տնտեսությունն էր։ Ու ինքը կլներ նաև Միացյալ Նահանգների նախագահ հաստատ, որը եթե ծնվածներ Ամերիկայում։ Այնտեղ առանց եթե Միացյալ Նահանգներում չես ծնվել, չես կարող տեխնացիոն դնես նախագահության, հա, ինքը ծնվել է Ավստրիայում։ Ես վստահ եմ, եթե ինքը Ավստրիայում ծնված չներ, ինքը հաստատ նախագահ կգնար։ Հա, ու ինքը 3 անգամ եղավ առաջին։ Հա, ունի մեծ պոտենցիալ։ 3 ոլորտում եղավ առաջին։ Ու հիմա էլ մինչև հիմա 80 տարեկան մարդ է, բայց ինքը ռեսուրսով է, թեմայի մեջ է, ինքը ակտիվ է, ինքը իր մրցանակներ, իր անվան մրցանակներ, իր անվան բան եւ այլն, այսինքն ուժեղ կամային հատկությունների երկար կամքով մարդու պատմությունը, որը որ նաև խոսում է տալու մասին, կիսվելու մասին այս գրքում, որը որ շատ կարևոր մեր Մանթաշյանցի արժեքներից մեկն է տալը, դրա համար ոնց որ նաև որոշեցինք այս գրքի շրջանակներում համագործակցել։ Մի հարցել ու երևի արդեն կարելի է զրույցը եզրափակել։ Չնայած կարելի է շատ երկար խոսել նաև, բայց ինչու Մանթաշյանց։ Ինչու Մանթաշյանց, տեսեք, մենք բացառմանը բանով անուններ դրեցինք, դե չենք կարող կողմնորոշվել, ես հիշում եմ մեր առաջի չաթը որ բացել էի գործընկերն մեր անունը դրել էր Ձմերուկ։ Առաջի չաթը Viber-ում էի բացել, հա, որտեղ չենք որոշում, անընդհատ ժողով ենք անում, անընդհատ չենք որոշում։ Դες ներվանեցա դրից Ձմերուկ, ասեմ ինչով կորոշենք էլի բանում։ Ձմերուկ բիզնես ակումբ։ 5-6 ամիս չենք որոշում, էլի 5-6 ամիս չենք կողմնորոշվում ու բանը հետո բացառման կարգով գնացինք, այսինքն գրեցինք մի 10 անուն մեր կարծիքներով, հետո սկսեցինք բացառել, վերջում ունեց Մանթաշյանցը։ Իսկ ում միտքն է եղել Մանթաշյանցը հենց ի սկզբանե։ Եթե չեմ սխալվում, Դավիթ Մկոյանի միտքն էր, հա, որպես բանը, անվանումը։ Դե ինքը այդ կողմերից երևի մոտիկա, չէ։ Ջավախ Թիվլիս, հա, կարելի է այդպես ասել, հա, բանով իրականում Մանթաշյանցը ինչով էր լավ, որովհետև ինքը գործարար լավ օրինակ է, շատ մեծ գործարար է եղել։ Միտեղ հանդիպեցի, որ իր կարողությունը, եթե դոլարով վերափոխենք հիմա, մոտ 60 միլիարդ դոլար կարողություն կունենար ինքը, այդ պատկերացնում եք 60 միլիարդ, քրքրքուրան պիկի ժամանակ 24 միլիարդ ուներ։ Այսինքն 60 միլիարդը պիկի ժամանակ։ Հա, այդ մի 15-20 տարի առաջ, բայց այն ժամանակվա 24-ը հիմիկվա երևի 30-40 միլիարդն է, բայց ամեն դեպքում էլի հա, էլի մոտ կեսն է Մանթաշյանցի։ Այսինքն ինքը տենց աշխարհի խոշոր նավթարդյունաբերողներից մեկն էր, ինքը մոտավորապես 300 հայ երիտասարդի ֆինանսավորել որ Եվրոպայում սովորեն ու այդտեղից օրինակ 2 անգամ կոմիտասնա ֆինանսավորել որ սովորի Եվրոպայում հետ կա ու էլի տենց շատ հայտնի հայ գրողների, հասարակական գործիչների բան ինքն է սպոնսոր արել, որոնք որ հետագայում Հայաստանի կյանքում կարևոր նշանակություն են ունեցել, ինքը մեծ դեր է ունեցել եկեղեցու ամենապատման ուժեղացման գործում։ Փարիզի հայկական եկեղեցին է կառուցել, Թբիլիսիում մի քանի եկեղեցիներ է կառուցել, Վեհարանն է վերանորոգել, Բանեիշմիասնի Վեհարանն է վերանորոգել, եւ այլն, այսինքն մարդը որ անտարբեր չէր
ազգի նկատմամբ եւ խոշոր գործարարություն։ Սա այդ երկու առումով համընկնում է շատ մեր գաղափարներին։ Մի ասում եմ, կարելի է անընդմեջ խոսել ու հարցը բերում, իսկապես վերջին հարցն է, կա արդյոք մտադրություն բիզնես դպրոցի կամ երիտասարդներին բիզնես ինչ որ սովորեցնելու կամ ուսանողներին, չգիտեմ, ինչ կա, ինչ որ Տեստության անում ենք այդպես։ Մենք հիմա Մանթաշանց ջունիորն է, որը երկու խումբ արդեն ունեցանք, այդ երեխաների համար է, ունենք մի ծրագիր 8-ից 12 տարեկան եւ այլ ծրագիր 12-ից 18 տարեկանների համար։ Երկու խումբ արեցինք, հիմա երրորդ խմբի վրա ենք աշխատում։ Այդ ինստիտուցիոնալիզացիայի ուզում ենք ինստիտուցիոնալիզացնենք եւ այլ երկրներում էլ անենք, Լոս Անջելեսում անենք, Մոսկվայում բան եւ այլն, քանի որ այդ շարունակության հարցը շատ կարեւոր է։ Այսինքն շատ հայ բիզնեսմեններ չունեն շարունակողներ, կամ շարունակողները սխալ ուղղությամբ են գնում։ Այսինքն հենց լինելու է Մանթաշյանց։ Մանթաշյանց դուրս էլ կարան ըստեյության դիմեն, մինչև հիմա արել ենք Մանթաշյանց, բայց այն ինչ որ փուլում Մանթաշյանց դուրս էլ կանենք։ Այսինքն այդ անում ենք, էքզեկյուտիվը որ բացել ենք ամատար փոքր բիզնեսի համար 400 միլիոնից մինչև 100 միլիոնից մինչև 400 միլիոն դրամ շրջանառության բիզնեսմենների համար, ըստեյության այս էքզեկյուտիվն էլ էլի տենց sense ծրագիրը, որ իրենք բան աճեն, որ զարգանան եւ այլն։ Այս open events-ն ենք որ անում, Մանթաշյանը open events-ը ինչ է, մենք 3 օրինակ ունենք միջոցառում 250-ի մարդեր հավաքվում մոտավորապես, KPI-ների մասնակցներ թեմայով։ Ես տեսա, բայց ես չհասկացա, այդ մեր տենց event-ներից, հա։ Այդ բաց ենք անում, ոնց որ ակումբականների համար անվճար է, ակումբից դուրս տոմս վճարելով են գալիս, բայց սիմվոլիկ գումարներ հիմնականում։ Այսինքն այդ Մանթաշյան open events-ի այս նպատակն է կրթականը, որ բոլորը կարողանան գալ, ու որ եկավ կարողանան նաև մանթաշյանականների շփում ունենա։ Ինտելա բան էլի այդ առումով էլ այտենց կարևոր է։ Նաև ինչու ոչ կարան network-ը կապեր ձեռք բերեն։ Կրթական որպես չեմ եք շատ անցյալ տարի 350 կրթական միջոցառում ենք արել։ Մենակ Երևանում չաշխարհում եք ընդհանուր։ Գլոբալ մի 1000 միջոցառում ենք արել, որից 350-ը կրթական։ Այսինքն անընդհատ անում ենք այս ոլորտում, այնց որ հա կրթության ոլորտում նպատակներ ունենք եւ ունենալու ենք։ Կա նաեւ բաներ չէ, այդ տուրերը տարբեր երկրներ։ Հա, բիզնես տուրերը, հա, բիզնես տուրերն այս տարի 6 երկիր արդեն բիզնես տուր արել ենք։ Վրաստան, Լոս Անջելես, Վիեննա, Համբուրգ։ Ես մենակ Վրաստանը կարողացա բան։ Հա, Համբուրգ եւ բան, վերջինը որն էր Վարշավա։ Այտենց հեսա ունենք մի 5-6 հատ ունենք միջև տարեվերջ։ Դեռ հա, այդ բացելու Նյու Յորք արդեն ոնց որ ստարտ տվել ենք, մնացածը դեռ պետքա բան անենք։ Դիր։ Հավաքենք։ Շատ շնորհակալ եմ, որ չմերժեցին եկար։ Հաճույքով։ Ինչպես են ասում, շատ հաճելի զրույց ինչպես միշտ։ Կհանդիպենք հաջորդ եթերում։